Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին, ընտրարշավին շատ քիչ ժամանակ է մնացել եւ մենք կզրուցենք Հայաստան կուսակցությունների դաշինքի վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանի հետ։ Բարի երեկո, պարոն Քոչարյան, շնորհակալություն ընդունելու համար։ Երեք ռազմական շքերթ էր, ինչպես են ձեր տպավորությունները։ Խառը մի հայտնի բան կա, որ խառը զգացողությունը որն է, որ քո զոքանչը, քո Մերսեդեսի մեջ զորն է ընկնում։ Մի կողմից բանակը այն կառույցն է, որի կայացման գործում ես մեծ դերակատարություն եմ ունեցել եւ չեմ կարող անտարբեր մնալ բանակի նկատմամբ, մյուս կողմից հերթական անգամ քարոզարշավի մաս դառավ այդ պարոդը։ Ես ուղղակի հիշեցի, որ Հայաստանի պատմության մեջ եղել է դա մեկ անգամ 96 թվականին, անմիջապես պարադից հետո եղան ընտրություններ եւ երևի Հայաստանի պատմության մեջ ամենից վատ, այսպես ասենք, ընտրություններն էին, վատ իշխանությունների համար։ Հիմա բայց անալոգիան նոր զենքերը եւ այլն դրանք ոնց կգնահատեք։ Ես չգիտեմ մեր հեռուստադիտողի համար դա հետաքրքիր է թե չէ, բայց մասնագիտական առումով ավելի եթե խորը նայենք, բավական պրոբլեմային է։ Ամեն մի զինատեսակը ինքը իրենով նորմալ է, կամ հայտնի չի նորմալ է թե չէ, խոսքը հնդկական զինատեսակների մասին է։ Ենթադրում է, որ որոշ չափով այդ Սու-30-ների հայտնի պատմության նման մի բան մենք ունենալու ապագայում, երբ զենքը բերել ես, զինտեխնիկան բերել ես, բայց չես օգտագործել ընդհանրապես, ասենք զրոյական օգտագործում, մարտական առումով։ Շատ լավ, կան քաղաքական իրավիճակներին։ Տեսեք, քիչ ժամանակ է մնացել ընտրություններին եւ ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, պարոն Քոչարյան։ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Արման Թաթոյանը, Էդմոն Մարուքյանը, Հայկ Մարությանը եւ բոլորը ասում են, որ որևէ պարագայում մենք Քոչարյանին ձայն չենք տա, եթե ազգային ժողովում խնդիր լինի, որ դուք վարչապետ լինեք։ Այսինքն մեր եւ բնական իշխանությունն էլ ձեզ ձայն չի տա։ Այսինքն ստացվում է այնպես, որ մեր քաղաքական դաշտում կա կոնսենսուս -1, որ դուք չպետք է վարչապետ դառնաք։ Դա չի ուզում որևէ ուժ։ Ինչով կբացատրեք։ Նայեք, չեմ ուզում բացատրել ասենց ուրիշների հայտարարությունները, կարծում եմ կա շատ բարձ հասկանալի իրավիճակ։ Այն ուժը, որը պետք է հավաքի կամ հավաքելու է առավելագույն ձայներ, իրավունք ունի առաջադրել վարչապետի տեխնացու։ Սա մեր մոտեցումն է։ Ուղղակի այս համակարգը եւ այս ընտրական օրենսգիրքը, այս սահմանադրությունը ուրիշ մոդելներ չի ընդհանրում։ Ճիշտ է, բայց ձեր բոլոր գործընկերները ասում են, որ Քոչարյանին որևէ պարագայում ձայն չենք տալու։ Ընդդիմադիր։ Երբ որ Փաշինյանն է դա ասում, դա հասկանալի է։ Ընդդիմությունը ինչու՞ չի ուզում, որ դուք ասեմ ինչու, որովհետեւ անդիմությանը դրթել է այդ հայտարարությունները անելը հենց առաջերտին Փաշինյանը։ Ոնց։ Պարզաբան եմ։ Առաջի թեզը, որ այս ամբողջ ընդդիմությունը նրա համար է, որ Քոչարյան Ռոբերտին բերեն իշխանության, ես չեմ ասում, Փաշինյանն է սկսել։ Եվ իհարկե ամեն մի անդիմադիր միավոր ձգտում է հաղթանակի, ոչ մեկը չի ասելու, որ գալիս է 3-րդ տեղ կամ 4-րդ տեղ զբաղեցնելու համար, եւ քանի որ իշխանությունը հենց այդ թեզը նետել է դաշտ, որ մեկը վերջում բոլորը միանալու են Քոչարյանի վարչապետ դարձնելու համար, իրենք իհարկե փորձելու են դրան հակազդել։ Հա, բայց իրանք իրար ասում են կտանք ձայն։ Իրար մեջ։ Բայց միայն ձեր դեպքում է կոնսենսուս։ Բայց ԿՊ-ն չի ասում, թե իրանք իրար տալու են, թե չեն տալու։ ԿՊ-ն շատ ուղղակի իմպերատիվ ասում է, այդ սա անում է Քոչարյանի համար։
Այդ օրենքերը ասեն լավ ենք անում։ Ինչի են ասում, չէ, ոչ մի պարագայում։ Ամենայն դեպս ռեակցիան կարող է լինել։ Լավ ենք անում, ռեակցիան կարող է լինել։ Չէ, երբեք դա չեն կանելու։ Իրենց ռեակցիան երբեք չեն կանելու, որովհետև ոնց որ իրենց դերակատարությունը նվազեցնում է։ Ես տվյալ դեպքում հասկանում եմ իրենք խի են դա ասում եւ կրկնեմ Նիկոլ Փաշինյանի հոսույթն է ստիպում իրենց նման դիրքորոշումով հանդես գալ։ Իսկ գուցե կա այլ տարբերակ, պարոն Քոչարյան, օրինակ այդ նույն ընդդիմադիրներից շատերը ձեր ժամանակ նույնպես երբ որ դուք նախագահ եք եղել են քաղաքականության մեջ եւ նրանք ասում են որ Քոչարյանի ժամանակ ընտրությունները ահավոր կեղծվում էին լցոնումներ էին անում մտնում էին ընտրական հազարժողովներ մարդկանց ծեծում էին տուփեր էին գողանում տուփերի մեջ լցնում էին մի խոսքով ահավոր կար ընտրակեղծիկ եւ նրանք չեն ուզում ասոցացվեն ձեր հետ եւ այդ ընտրակեղծիկի հետ նայեք ես անցել եմ ինքս երկու ընտրություններով երկու ընտրություններով էլ կա միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացությունները նման կարգի գնահատականներ այնտեղ չկան եղել են թերություններ բայց այդ թերությունները չեն կարող ազդել վերջնական արդյունքների վրա այնինչ ասում եք դա այն քարոզությունն է որը բավական երկար ժամանակ իմիջիալոց պաշտոնը լքելուց հետո հետևական ձևով տարածվում է։ Իդեալական չէր ընտրությունները անկասկած, բայց նաև այնինչ ասում եք, շատ հեռու է իրականությունից։ Պարոն Քոչարյան, բայց ես տեսել եմ, չէ, այդ կադրերը կային, վիդեոներ կային, որ ընտրա տեղամասերում լցոնումներ էին անում, ճնշում էին, ոստիկանությունը փոխանակ խանգարեր օգնում էր այդ ճնշողներին, այդ ամեն ինչը եղել է, չէ։ Նայեք, երկիրը որոշակի էվոլյուցիա է ապրել։ Եթե համեմատենք 98 թվականի ընտրությունները 96-ի հետ նախագահական կամ 95-ի հետ խորհրդարանական, կարծում եմ տարբերությունը ահռելի է լինելու։ 98 թվականի ընտրությունները երբ իմ մրցակիցը Կարեն Դեմիրճյանն է։ Էվոլյուցիան, ասենք ասենք, երկիրը ապրել է այդ էվոլյուցիան եւ իհարկե ամեն հաջորդ ընտրությունները պետք է ավելի լավ լինեն, քան նախորդ։ Եվ այստեղ խնդիր կար, որ այն ժամանակ ձևավորված sense ֆեոդալական մի համակարգ կար Հայաստանում, որը միանգամից ջարդելը իսկապես դժվար էր։ Եվ այդ մշակույթը չկար։ Նաև մարդկանց պատկերացումներն էլ ժամանակի մեջ փոխում էր։ Բայց այդ ֆեոդալները ձեր օգտին էին քվեարկում, չէ՞, լցոնում։ Իսկ հիմա այդ ֆեոդալները ում օգտին են անում։ Հիմա չկան ֆեոդալներ։ Նույնն են։ Նույնն են։ Նույնն է։ Հա, այո։ Հիմա դուք ընտրությունների ժամանակ տեսել եք լցոնումներ, ծեծ, ջարդ եւ Այնինչ ես տեսնում եմ հիմա Ջերմուկում եւ Վայոց ձորում նույն ֆեոդալը, նույն ազգանումով սերունդը փոխված անում են նույնը։ Ես չգիտեմ ինչ է անելու ընտրությունների ժամանակ, բայց վարչական ռեսուրսի անհամաչափ կիրառումը ակնհայտ է։ Մենք քարոզարշավի մեջ ենք։ Մի հատ լայքի համար գործից ազատել։ Հանրահավաք գնալու համար գործից ազատում են։ Հիմա մեծ հարց է, ավելի լավ ասենց ինչ որ ընտրատեղամասում ինչ որ մի բան անես, քան ամբողջ ամիսներ շարունակ միջև ընտրությունները ուղղակի օգտագործես քո վարչական ռեսուրսը մարդկանց ճնշելու համար։ Համատարած է։ Համատարած պետական համակարգի հետ որևէ առնչություն ունեցող մարդ, եթե հայտնվի ընդդիմադիր մի հանրահավաքի, հաջորդ օրը գործից ազատում են։ Հաջորդ օրը դուք կարող եք մանկապարտեզ դպրոց հիշում եք Դեմիրճյանին որ ասում էր ձեր ժամանակ գործից մարդկանց հանրեն ասում էր անուն դուք ասում եք անուն դուր ինքն ասեց ցուցակ կբերեմ ու տենց էլ չբերեց բազմաթիվ են այդ մարդիկ բազմաթիվ են ես վերջը քանի օր քարոզարշավի մեջ եմ բոլոր շտաբներում միանշանակ ասում այսպիսի վարչական ռեսուրսի կիրառում համատարած դպրոց մանկապարտեզ չի եղել Նաև այն ժամանակ չի եղել, այո։ Այն ժամանակ միգուցե ավելի գրեհիկ դրսևորումները ես ընդունում եմ, ավելի են եղել գրեհիկ դրսևորումները, բայց որ այս ձևով անվտանգություն, ոստիկանություն, լայքերի հետևեն եւ լայքերով Դե ժամանակ Facebook չկար, դժվար էր այդպես համեմատելը։ Հիմա տեխնոլոգիաները հնարավորություն են տվել իշխանությանը ոչ թե գրեհիկ
ձևով կիրառել վարչական ռեսուրսը, այլ շատ կոնկրետ ամեն մարդու տրամադրությունը հասկանալ իր Facebook-յան լեջերից, Facebook-յան սոցիալական ցանցերում ակտիվությունից եւ կիրառել անսահմանափակ վարչական ռեսուրս։ Պետրոս իսկապես այդպես է։ Շատ լավ, պարոն Քոչարյան, այդ ընտրություններից հետո միշտ ձեր ժամանակ լինում էին հանրահավաքներ։ Եվ ես հիշում եմ, ինչպես էր ոստիկանությունը ծեծում մարդկանց եւ ցրում հանրահավաքները, ծեծում էին լրագրողների, մտնում էին քաղաքական ուժերի գրասենյակներ, այնտեղ էին ծեծում, ջարդում, փշրում 2004 թվականի ապրիլի 12-ին օրինակ։ Իսկ ընտրությունները երբ են եղել։ Երբ են եղել։ 2003 թվականին։ Այո։ Չէ, ասում եք ընտրություններից հետո։ Պրոցեսը նույն պրոցեսի շարունակությունն էր։ Երկրորդ հիշում եք Սահմանադրական դատարանի որոշումը։ Այդ պրոցեսի շարունակությունն էր։ 2004 թիվ։ Ցույցը, որը եղավ մոտ 1 տարի Բաղրամյան պողոտայում։ Բաղրամյան պողոտայում։ Լավ, Պետրոս, ուղղակի կարող եք ասել, քանի մարդ կալանավորվեց անդիմադիր գործիչներից, քանի մարդ դատվեց, քանի դատական process կար այդ ցույցը ցրելուց հետո։ Անուններ բերեք։ Ես չասեցի, որ դատվում էին մարդիկ։ Ես ասեցի ծեծում, ջարդում էին, բայց ինչի դատեք, եթե ծեծեց, ցրել եք, մարդիկ փախել են։ 0 Հիմա քանի անդիմադիր գործիչ այսօր կալանքների տակ են, քրեական գործերի տակ են։ Միայն մեր ցուցակում 4-5 հոգի։ Անհիմն, անհասկանալի մեղադրանքներով։ Ինչ վերաբերում է ուժի կիրառմանը, ապա այսօր ոստիկանությունը շատ ավելի է ուժ կիրառում անդիմադիրների նկատմամբ, քան այն ժամանակ։ Պարոն Քոչարյան, դուք տեսել եք այդ կադրերը։ Իսկ դուք տեսել եք կադրերը։ Ես տեսել եմ։ Վերջերս Ես չեմ ազգային տեսել, ժողովի մոտ։ տեսել եմ, բայց ես չեմ տեսել, որ հարցակվեն ցուցարների վրա գիշերով։ Ես չեմ տեսել, որ օրինակ ջարդեն, վազեն անդիմադիրների գրասենյակները ջարդեն, փշրեն, եւ մարդկանց տանում էին խաղմասեր, այնտեղ էին ծեծում։ Լևոն Քոչարյանը ոնց են վրեն հարձակվել ոստիկաններով եւ մեքենայով երկու հոգի ձեռը բռնած։ Ես հիշում եմ, դա ճիշտ չէր, բայց համեմատելի չեն։ Ոչ ոք ձեր ընդդիմությունը դուք Երևանի կենտրոնը փակեցիք շաբաթներ շարունակ, չէ՞։ Հանրահավաքներ եք անում։ Ոչ։ Ոնց ոչ։ Պետրոս լավ չեք հիշում։ Իշխան Սաղաթյանը դա եղել է, հա, դու հանրահավաքն է։ Այո, դուք Երևանի կենտրոնը շաբաթներ շարունակ փակել եք, միտինգներ էիք անում, երթեր էիք անում, կոչ էիք անում գործադուլների, ոչ ոք չհարցակվեց ձեզ վրա եւ չծեծեց եւ չցրեց։ Մարտի 1-ից ենք չէ խոսում, միշտ վերջից ենք խոսում, պարոն Քոչարյան։ Սկիզբը ոնց սկսեց։ Ցուցարները իրենց համար քնած էին գիշերը, զորքը հարձակվեց իրենց վրա ոստիկանություն, ծեծեցին, ջարդեցին եւ քշեցին իրեն։ Ապրիլի 12-ին էլի ծեծեցին, ջարդեցին, իսկ ձեր ցուցարները հանգիստ ցույցեր էին անում, երթեր էին անում, փողոցներ էին փակում, ինչու։ Պետրոս, ես զարմանում եմ այդ ոնց որ միայն մի կողմի sense հայացքով եք նայում։ Օրեկան Ֆրանսիայի հրապարակի նաև ժամանակ 400-500 մարդ բերման էին ենթարկվում խաղաղ ակցիաների համար։ Այնտեղ ընդհանուր 5000 մարդ էր, այսինքն 400-500 մարդ բերման էին ենթարկվում ամեն անգամ, երբ փորձում էին ակցիաներով փողոց փակել։ Հենց այո, Ֆրանսիայի հրապարակում նստած բան չէին անում։ Հենց փորձում էին մինտեղ փողոց փակել, բերման էին ենթարկում, քրեական գործեր էին հարուցում։ Ուղղակի վերջապես մեր ժողովուրդը երևի մեզ նայում է եւ պետք է փորձել գոնե մի քիչ օբյեկտիվ լինել։ Լավ, ես ձեր ժամանակից եմ հարցնում։ Դուք ասում եք իշխանությունը ավելի մի քանի տասնյակ քրեական գործերի տակ մարդիկ ունենք հենց այդ փողոցային պայքարի ժամանակ։ Եվ այն ժամանակ Ֆրանսիայի հրապարակի այդ process-ների ժամանակ մեկ մեքենայի պատուհան չի ջարդվել։ Մեկ մեքենայի պատուհան։ Մեկ ոստիկանի հետ ոչինչ չի պատահել։ Դուք հետևյալ աչքով պետք է նայեք։ Իսկ հրապարակում գտնվող մարդիկ սադրել են ոստիկաններին, թե ոչ։ Իսկ քնած ցուցարները ձեզ սադրում էին։ Խաղաղ ցուցարները այն ժամանակ սադրում էին։ Նայեք, դա եղել է 2008 թիվ։ 8 թիվ, 4 թիվ, 4 թիվ։ 4 թիվը փողոց փակել են, փողոցը փակել են։ Հա։ Եվ նույնպես ոնց որ հիմա
ոստիկանությունը փորձում է այդ փողոցը բացել, այն ժամանակ նույնպես ոստիկանությունը փորձել է փողոցը բացել։ Նույնպես նույնն է եւ Չրցաններ եւ դրանից եւ այլն կիրառվեցին այդ ժամանակով, հիմա կիրառել են մարդու ձեռը փոկվել։ Հələ այդ մարդն էլ մեղավոր է դառել։ Պետրոս, այս թեման օբյեկտիվ աչքով նայելով, ակնհայտ է, որ կիրառվում է հիմա վարչական ռեսուրսը շատ ավելի, այսպես միգուցե որոշ չափով խորամանկ ձևով, բայց նաև քարոզչական, այսպես ասենք, սապրավաժդենիայով։ Ասեմ 300-400 մի օր ա եղել 750 մարդ բերման է ենթարկվել, Երևան քաղաքում ոստիկանության բաժանմունքներում տեղ չկար, արդեն շրջաններ էին տանում, Մասիսի շրջան եւ այլն։ Այդպես չի, երևի այս տաղավարից չի երևում դա։ Պարոն Քոչարյան, բայց դուք ազատ շաբաթներ շարունակ ձեր քաղաքական իրավունքները կիրառում եք։ Հիմա կարող է մի հատ ոստիկան եկել է մի հատ ցուցարի բռնել է, ոստիկանն էլ կարող ասի չի ենթարկվել պաշտոնական մեր հրամանին, բայց Այն ժամանակ նույն ձևի ծեծել չի ենթարկվել քնած մարդկանց ենթարկվելը ո՞րն է, գիշերով եկել Լևոն Քոչարյանը ուղիղ ցնցում է ստացել իրեն ծեծելուց մեքենայում, դա խոշտանգում էր։ Հիմա Լևոն Քոչարյանը ինքն էր քրեական գործով անցնում, որպես ինքը ոստիկանների Ես ինքս ես եթերում ասել եմ, որ դա սխալ է։ Բայց հետո բանա փոխվել, ինչ կապ ունի դա ուղղակի կապ ունի։ ընդդիմադիրներին ծեծելու, ցրելու, գրասենյակները ջարդելու հետ ինչ կապ ունի։ Դուք չեք տեսել падգամավոր մեր падգամավոր, մեր ֆրակցիայի падգամավոր Սիմոնյանին։ Ես տեսել եմ ոնց այն ոստիկանով ոնց են ծեծում։ Ինքը հայհոյում է ոստիկաններին եւ մարտի 1-ին ոստիկաններին չէին հայհոյում, կամ դուք չեք տեսել կադրերը։ Ես ասեցի կադրերը ճիշտ եք ասում։ Ես սկիզբը նկատի ունեմ, երբ որ խաղաղ քնած էին այդ մարդիկ օպերայի հրապարակում։ Ինչու զորք եկավ եւ նրանց ծեծեց։ Որ իրավունքով, ինչու։ Դուք խեղաթյուրում եք իրական պատկերը։ Ոչ։ Զորքը չի արձակվել քնած մարդկանց վրա։ Բացարձակապես սուտ է։ Բա ո՞նց է։ Համբերություն ունեք լսելու։ Խնդրեմ։ Այդ օրը իմիջիայլոց քրեական գործում այդ ամենը կա։ Այդ գիշերը առավոտյան պետք է խուզարկվեր այդ տարածքը։ Ինչու։ Ինչու։ Որովհետև անվտանգության ծառայության կողմից եղել է ուղղակի ակնհայտ եղել է ասենց տվյալներ, որ նռնակներ, պայթուցիկ նյութեր կան այդ տարածքնու վրաների տակ։ Եվ գտել են։ Այո։ Եղել են եւ հայտարարել են, որ ուժ կիրառելու նպատակ չկա։ Եվ խնդիրը հենց խուզարկելն էր այդ տարածքը։ Օպերայի տարածքը։ Ցուցարարները արդեն պատրաստ սպասում էին, քնած մարդ այնտեղ չկար։ Իրենք ինֆորմացիան ստացել են, որ այդպիսի խոզարկում լինելու է, եւ այդ գործով մի փոխգնդապետ դատվել է, գախնի այսպես տեղեկությունը հրապարակելու համար, հայտնելու համար, եւ իրենք սկսել են քարերով բանում նետել ոստիկանների վրա։ Քնած տեղը։ Քնած չէին, Պետրոս, մի խեղաթյուրեք վրաններում մի խեղաթյուրեք իրավիճակը։ Հենց այդ կադրերը կա ամբողջ նկարը։ Այսինքն քնած չէին, կարելի իրանց ծեծել եւ քշել։ Ոչ, իրենք են դիմադրություն ցուցաբերել ոստիկանների նկատմամբ, ոստիկանությունը ուժ է կիրառել ճիշտ այնպես, ինչպես այսօր ոստիկանները ուժ են կիրառում։ Շատ դեպքում չարթարացված։ Շատ լավ, պարոն Քոչարյան, Առաջ չեք ուզում շարժվել։ Այդ եմ ասում, որպես թեման ամփոփենք, մարտի 1-ի հարցով դատարան, իրավունք, կարծիքներ եւ այլն, սա պարզ է։ Կարելի է անդադ բանավիճել, հա, իշխանությունը ձեզ, դուք իշխանությանը, բայց որպես նախագահ, քաղաքական առումով, մարդկային առումով, այդ զոհերի համար դուք ձեզ պատասխանատու համարում եք, թե չէ։ Նայեք, յուրաքանչյուր առաջի դեմք երկի որոշ չափով պատասխանության այդ զգացողությունը ունի, նաև ես ունեմ։ Բայց խնդիրը ինչի մեջ է։ Առաջի զոհված ով էր։ Ոստիկանը։ Ոստիկանության կապիտանը։ Առաջի զոհվածը ինքն էր։ Որևէ մեկ քաղաքական դեմք, անդիմադիր
հայտնի դեմք, հայտնի, ոչ հայտնի, որևէ վնասված ստացել է, թե որ չի ստացել։ Զոհվել են ուղղակի պարզ ժողովուրդ, պարզ մարդիկ, որոնք մասնակցել են այդ անկարգություններին։ Մեկ գործիչ հայտնի վնասված չի Այդ ձեր ստացել։ սխալը դրա մեջ կա։ Սա գիտեք ինչից է, սա ինչից է գալիս։ Սա գալիս է հետևալից, որ նպատակաուղղված այդ գործիչների նկատմամբ գործողություն չի եղել։ Հիմա ինչ վերաբերում է 10 զոհի, առաջի պատասխանատուն եւ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Ինքն է հրահրել այդ ամենը։ Դուք ձեզ մեղավոր համարում եք։ Նիկոլ Փաշինյանը իրեն մեղավոր համարում է։ Այդ հարցը Նիկոլ Փաշինյանը փառավորվում է իր սիրտը, փառավորվում է, որ ոստիկանների հետ բախումներ են գնում, որ ձեռներից խլում է, քարեր բերեք, էս բերեք, են դուք բերեք։ սխալ արել եք։ Այդ օրը, Այո։ նայեք, իմ գործողությունները միակ պաշտոնյա, որը կարող էր մտցնել արտակարգ դրություն, նախագահն է։ Միայն պաշտոնյան։ Հիմա երբ հարկիզված են մի քանի տասնյակ մեքենաներ եւ երբ կան արդեն մի քանի տասնյակ վիրավորներ ոստիկանությունից, պարտավոր է ես դա անել, թե պարտավոր չէ։ Թե իսկ կարայի ոչինչ բան չմտցնեի, ոչինչ բան չանեի։ Իմ հարցը ուրիշ է։ Մեղավորը դուք սխալ արել եք, թե չէ։ Նայեք, կոնկրետ քայլեր, որոշումներ ես չեմ տեսնում, թե ես որ որոշումն եմ սխալ արել այս process-ի մեջ, բայց որպես առաջի դեմք, իհարկե ես իմ մեղավորությունը զգում եմ, որ սա չպիտի լիներ։ Մի հարցը, որ դու ընդհանուր process-ի համար զգում ես պատասխանատվություն, կիսում ես այդ պատասխանատվությունը, մեկ ուրիշ հարց է, որ դու քո կոնկրետ քայլը բերել է ինչ որ հետևանքների։ Այդ կոնկրետ քայլը Հասկացա։ հասկացաք, չկա եւ ոչ մի բանում չկա այդ կոնկրետ քայլը։ Հիմա իմ մոտ հարցը Այսինքն ոչ հետևյալն մի է։ սխալ քայլ չեք արել։ Սխալ քայլ, որը բերել է դրան, ես ընտրություններին չեմ մասնակցել, խոսքի մասին չէր ընդհանրապես։ Լավ, գնանք առաջ, պարոն Քոչարյան։ Հիմա տեսեք, Հետարքիր է Նիկոլ Փաշինյանը իր մեղավորությունը զգում է թե չի զգում։ ես կհարցնեմ, երբ որ ինքը հյուր Կհարցնենք։ կոռուպցիան։ Տեսեք, ձեր աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանից միլիոնավոր դոլարների գույք են ուզում։ Աղվան Վարդանյանից մի քանի 100,000 դոլարի, Լևոն Մկրտչյանից, որը ձեր ժամանակակրթության նախարար էր, մի քանի միլիոն դոլարի, Երևան Զախարյանից, որը ձեր ժամանակ էր աշխատում 4 միլիոն դոլարի, Արմեն Ավետիսյանը ձեր ժամանակ էլի բարձր պաշտոն էր ստանձնում, էլի Golden Palace-ը մի քանի միլիոն դոլար տվեց հանձնասպետությանը։ Դուք ընդունում եք, որ ձեր ժամանակ եղել է ուժեղ կոռուպցիա, պարոն Քոչարյան։ Այսօր չկա կոռուպցիա։ Չէ, այսօր տես կոռուպցիա չկա։ Փու լուրջ։ Լուրջ։ Դուք հավատում եք դրան։ Այո, Այդքան միամիտ եք։ այո։ Նայեք, այդ օրենքը, որով պահանջում են, ես ընդունում եմ, որ կոռուպցիա կա։ Տեսեք, ես չեմ ասում այդ օրենքը ճիշտ է թե սխալ։ Այդտեղ կարանք դուք կարաք չհամաձայնեք գալ։ Ես ուզում ասեմ, որտեղից ձեր ժամանակվա փոքր աշխատավարձով աշխատող պաշտոնյաներին միլիոնավոր դոլարների ունեցված, պարոն Քոչարյան։ Նայեք, ամեն մեկը պիտի պատասխանի իր դատական վարույթի ժամանակ։ Բայց փողերը կան, չէ՞։ Որտեղից։ Հիմա նայեք, դուք ուզում եք այդ Նրանք գործարներ չեն եղել։ Դուք ուզում եք այդ հարցի արմատին նայել, թե չեք ուզում։ Նայենք։ Նայենք։ Այդ օրենքը, որով այսօր փորձում են քաղաքացի ճանապարհով կալանքներ քաղաքացի շրջանակներում է այս բոլոր հարցերը, այս բոլոր վարույթները տարվում։ Հիմա հարցը հետևյալն է։ Ես բարձ օրինակ բերեմ, միգուցե ավելի քննի հասկանալու համար։ Օրինակ Սեդրակ Քոչարյանը երկու ընկերությունում 30,000 դրամի չափ կանոնադրական կապիտալով։ Ասում են դու այդ 30,000 դրամը չես ունեցել։ Հասկանում եք 30,000 դրամը։ Եվ դրանից հետո այն ամենը, ինչ այդ ընկերության եկամուտներով ձևավորվել է, ասում են դա ամբողջը ապօրինի է։ Այդ թվերը, որոնք հնչեցնում են, առնվազն բաժանեք 10-ի։ Առնվազն բաժանեք 10-ի։ Կոնկրետես բերեմ իմ վարույթի։
Հիմա կներեք, ձեզ կանադառնանք, հիմա խոսքը Սեթրակ Քոչարյանի մասին չի, ձեր ժամանակվա չինովնիկների մասին։ Նույն մոտեցումը կիրառվում է երես Արմեն Ավետիսյանը, որ Golden Palace-ը միլիոնավոր դոլարներ արժի, որտեղից դա նրան։ Ձեր ժամանակվա չինովնիկ ա եղել։ Առաջինը Golden Palace-ը ինքը չի կառուցել իմ ժամանակ։ Հա, բայց փողը ամնեցը որ կառուցել է, չէ։ Այնինչ կատարվել է իմ ժամանակից դուրս, իմ հետ մի կապ։ Այդ միլիոնատերերը Արմեն Գևորգյանը, այդ հսկայական կարողությունը որտեղից նրան։ Եղել է ձեր ժամանակ, եղել է չինովնիկ։ Մի րոպե։ Դուք վարույթներին ծանոթ եք, թե ծանոթ չեք։ Ես ասում եմ, վարույթները դուք կարաք վիճեք եւ ասում եք, փողը իրանց որտեղից ցածր աշխատավարձ ստացող չինովնիկները։ Մենք իրար չենք լսում։ Տեսեք, ես իմ հարցը բարձ ձևակերպեմ։ Որտեղից նրանց այդ գումարները, միլիոնավոր դոլարներ։ Դուք ինձանից եք հարցնում։ Բայց ձեր չինովնիկներն են եղել ում հարցնան։ Ձեր աշխատակազմի ղեկավարն է, ձեր ժամանակվա Հարկայինի, Մաքսայինի պետերն են։ Հիմա կարող եք լսել։ Արմեն Գևորգյանը եղել է իմ աշխատակազմի ղեկավարը մինչև 2008 թիվը։ 2008 թվականից մինչև 18 թվականը Արմեն Գևորգյանը եղել է նաև փոխվարչապետ, աշխատակազմի ղեկավար եւ այլն։ Բիզնես չի ունեցել։ Հիմա մի րոպե։ Պայմանավորել ենք, չէ՞, իրար լսել։ Խնդրում։ Այդ վարույթին եթե դուք ծանոթ չեք, դուք որտեղից գիտեք, թե Արմեն Գևորգյանի այդ գումարները ձևավորվել են մինչև 2008 թիվը, թե 2008-ից մինչև 18 թիվը։ Խիեք դուք խեղաթյուրում պատկերը։ Պարոն Քոչարյան, դե լավ, այսինքն ուզում եք ասեք ինքը աղքատ եկել է մինչև 2008-ից հետո հարստացել է։ Ես ոչինչ չեմ ուզում ասել։ Ես ուզում եմ ասել, որ եթե դուք կոնկրետ մարդու անուն եք տալիս, դուք առնվազն պետք է գործին այն չափով ծանոթ լինեք, որ տեսնեք Արմեն Գևորգյանի այդ մեղադրանքների մեջ այդ գումարները երբ որ իր հետ են կապում, առաջին ես համոզված եմ, որ բաժանեք 10-ի, երկրորդը որտեղից եւ երբ են ձևավորվել։ Արմեն Ավետիսյանը իր Golden Palace կառուցել է երբ է կառուցել։ Այս փողը ունեցել որ կառուցել է, չէ։ Մարդը բիզնեսով չի զբաղվում, այդ ֆոկուս չի որ բիզնեսով չեն զբաղվում, բայց միլիոնատեր։ Ես Արմեն Ավետիսյանին պաշտպանելու կարիք չունեմ, բայց ես գիտեմ, որ Արմեն Ավետիսյանի հայրը եղել է ամենից մեծ շինարարական տրեստի ղեկավար սովետական միության այդ վերջի տարիներ։ Դա ձեզ ինչ որ բանի մասին։ Լավ, Երևան Զախարյանը։ Ուշում է թե չի ուշում։ Երևան Զախարյանը։ Նա այլ հո հետո չի աշխատել։ Ո՞նց չի աշխատել։ Պետական պաշտոնի։ Այո։ Երևան Ղազարյանը եկել է պետական պաշտոնի կրթության գիտության նախարարը։ Մի րոպե։ Երևան Զախարյանը եկել է պաշտոնի բիզնեսից։ Հետո ես կառաջարկեմ այդ հարցերը տվեք իրենց։ Չէ, բայց դուք այն ժամանակ խիստ նախագահ եք, չէ՞, դուք չեք իմացել ձեր տակի աշխատողները Ես մարդկանց տեղաշոր չէի մտնում։ Ի տարբերություն հիմա։ Գումարները վերահսկելը դա տեղաշոր մտնել չի։ Դա ձեր ուղակի պարտականությունն է։ Պետրոս, ես հասկանում եմ, որ դուք բոլորի ունեցվածքը փորձում եք կապել այն ժամանակվա։ Ձեր ժամանակվա չինովնիկներն եղել, պարոն Քոչարյան, ում եք կապեմ։ Պետրոս, լսում եք դու թե չեք լսում։ Խնդրեմ։ Երևան Զաքարյանը եկել է պետական պաշտոնի բիզնեսից։ Ինչքան է փող աշխատել մինչ այդ, ես չգիտեմ։ Դուք այդ ամեն ինչ ասում եք, կարող եք այդպես գիծը քաշել, հայտարարագրել տալու պահից եւ պետք է ուղղակի միջև ասելը գոնե ծանոթանալ այդ վարույթների։ Ծանոթանալ։ Այդ գումարը իր, այսպես ասենք, հնարավորությունները ձևավորվել են իմ նախագահության տարիների ժամանակ, մինչ այդ, թե դրանից հետո։ Եվ մի փորձեք այդ ամբողջ կապել իմ հետ։ Լավ։ Հիմա ձեզ որտեղից դուք եկաք նախագահ, դուք միլիոնատեր չէիք, պարոն Քոչարյան, երբ որ ավարտեցիք եւ դուք արդեն միլիոնատեր եք, ձեր տղան միլիոնատեր է։ Ձեզ որտեղից այդ գումարները։ Ես ավարտելուց հետո աշխատել եմ մի ընկերությունում, որտեղ իսկապես աշխատել են միլիոնավոր դոլարներ։ Իսկ դրանից առաջ, երբ որ դուք նախագահ եք։ Դրանից առաջ իմ տղան 2001 թվականից զբաղվել է բիզնեսով։ Եվ դարձել է միլիոնատեր։ Իսկ ձեր սիրած Նարեկ Նալբանդյանը այսօրվա իշխանության սրտի օլիգարխ։ Ինքը, եթե չեմ սխալվում, իր հարցազրույցում ասել է, որ
բիզնեսով սկսել է զբաղվել 13 թվականից։ Եվ այսօր միլիոնատեր է։ Այդ ոնց է ստացվում, որ մեկը կարող է հասնել հաջողության, մյուսը չի կարող հասնել հաջողության։ Ասեմ, տարբերությունը որն է։ Նա նախագահ չի եղել եւ նրա որդին միլիոնատեր չի դարձել։ Դա մեծ տարբերություն է, որովհետեւ պարոն Քոչարյան, երբ որ երկիրը նախագահի որդին չի կարող տաղանդավոր բիզնեսմեն լինել։ Իհարկե կարող է, բայց ձեր մեջ թեթև կասկածներ չկան, որ դուք չլինեիք նախագահ, նա միլիոնատեր չէր լինի։ Շատ պարզ բան ասեմ, այդ վարույթը այսօր դատարանում է։ Մենք ամեն մի ցենտի համար ունենք հիմնավորված փաստաթղթեր։ Ամեն մի ցենտի համար։ Այն հետաքրքիր նախնական կապիտալը, որովհետեւ միլիոն աշխատելը հեշտ չի, պարոն Քոչարյան, համաձայնվեք։ Ոնց է ձեր 20-21 տարեկան տղան միլիոնատեր դարձել։ Այդ դուք չեք լսում։ Հաջողության պատմությունը։ Մեր ամբողջ այդ վարույթը իմիջիալից։ Ես հավատում եմ ձեզ։ Հավատում եք։ Այո, բայց մենք ամբողջը մենք հիմնավորված փաստաթղթերով ներկայացնելու ենք։ Ամբողջը միջև վերջի ցենտը։ Շատ դուք դա նորմալ եք, բայց համարում։ Ինչա։ Երբ որ նախագահի տղան աղքատ երկրում դառնում է միլիոնատեր, դա նորմալ է։ Եվ հարցի բարոյական կողմն էլ կա, չէ։ Երբ որ թոշակները 3-4 հազար։ Եթե մարդ բարիք է ստեղծում, աշխատատեղեր է ստեղծում, եթե մարդ տվյալ երկրի զարգացման համար պոտենցիալ է ստեղծում, դա նորմալ չի։ Ես դուք համայնավար բան եք, չէ, ես բացարձակ համայնավար չեմ, բայց լավ։ Բայց ձեր ասածը համայնավարություն է։ Դա համայնավարություն է։ Այն ինչ որ ասում եք։ Իսկ գուցե դա կոռուպցիա է։ Գուցե դա իշխանական դիրքի չարաշահում։ Կոռուպցիա կա թե չկա, կոնկրետ մեր պարագայում պետք է որոշի դատարանը։ Ճիշտ է։ Ընդունում եք, որ դուք չի պետք է այդ գնահատականը։ Հիմա մենք այդ ամենի համար ունենք հիմնավոր 100%-անոց հիմնավոր փաստաթղթեր։ Եվ այն ուռճացած թվերը 200 միլիոն եւ բացարձակապես սուտ է։ Ամբողջ պահանջը 22-23 միլիարդ դրամի մասին է, բաժանած 4 ընտանիքի։ Ամբողջ։ Ուրեմն եթե դու, ասենց ասեմ, եթե դու հիմնավորում ես սա, այն ամբողջը դառնում է հիմնավորված, որովհետեւ մոտեցումը այդ օրենքը ինքը շատ կասկածելի օրենք է, որը նաև համահունչ չի եվրոպական դատարանի նախադեպային որոշմանը։ Դրա համար ես այս օրենքից չի հարցնում, ես այս կապիտալից թվերից էի հարցնում։ Գնանք առաջ։ Այդ թվերը ուռճացրած քարոզչական թվեր են։ Քարոզչական թվեր են։ Այո, քարոզչական թվեր են։ Շատ լավ, գնանք առաջ, պարոն Քոչարյան։ Շատ կարևոր է անդադ մենք խոսում ենք պատերազմի մասին եւ դա բնական է, քննարկում ենք, բայց տեսեք, պարոն Քոչարյան, ակնհայտ է, որ պատերազմները սկսում են այն ժամանակ կամ այն ժամանակից, երբ բալանսը խախտվում է։ Ես նայում եմ ձեր ժամանակվա թվերը եւ տնտեսական պոտենցիալը եւ բանակը, հա, որտեղ երկրների դեմ են կռվում։ 2007 թվականին երբ դուք եկաք պաշտոնավարման, մեր ու Ադրբեջանի ռազմական բալանսը հավասար էր գրեթե։ Մի քանի տասնյակ միլիոնի տարբերություն էր։ Երբ դուք թողեցիք ձեր պաշտոնը, Ադրբեջանի ռազմական բալանսը մեր հետ համատած մի քանի անգամ ավելին էր։ Մի քանի անգամ։ Տնտեսությունը, երբ դուք եկաք մեր համախառն ներքին արդյունքը նրանք մի անգամ էին ավել մեզանից, երբ դուք գնացիք 4 անգամ։ Ընդ որում, ես մի բան էլ տամ եւ դուք պատասխանեք։ Տեսեք, 2005-ից Ադրբեջանում սկսվեց արտադրվել մոդեռնիզացված տարբեր զինատեսակներ եւ նրանք ներքին ռազմական արդյունաբերությունը զարգացրեցին։ Մենք դա չարեցինք ձեր ժամանակ։ Նրանք գնեցին նոր արդիական զենքեր, բերում էին նոր զենքեր։ Ես երեք մանրամասն ուսումնասիրել եմ ձեր ժամանակ ինչա նոր տեսակի զենք գնվել եւ դա եղել է սերբական Սևնետ դիպուկահար հրացանը։ Այսինքն մենք չէինք նոր զենքեր գնում ձեր ժամանակ։ Եվ այս ամենը 2007-8-ին արդեն բերեց բալանսի խախտման։ Եվ մենք դա չնկատեցինք ձեր ժամանակ, քայլեր չձեռնարկեցինք։ Ինչու՞։ Պետրոս, դուք հետևողականորեն հեղաթյուրում եք իրականությունը։ Ուղղեք ինձ։ Որովհետև այնինչ դուք ասում եք, այդպիսի տվյալներ չկան։ Բալանսը։ Այո։ Սրանք պաշտոնական տվյալներ են, պարոն Քոչարյան։
դրա մեջ ներառված չի այն ամբողջ զենք զինամթերքը, որը գտնվում էր Ղարաբաղում ՊԲ-ի բալանսի վրա։ Ես ձեր խոսում եմ Հայաստանի մասին։ Չէ, մի րոպե։ Դուք Հայաստանի նախագահն եք։ Ոչ։ Այդ զենքերի մեծ մասը սահմանը Հայաստանի սահմանից 100 կիլոմետր են կողմը եւ մի հսկայական պոտենցիալ, որը մենք բերում էինք, որակյալ զենք եւ գտնում էր այնտեղ։ Այն 5 միլիարդն է, որը Նիկոլ Փաշինյանը հանձնեց Ալիևին։ Պարոն Քոչարյան, որտեղ է դա արտահայտված, որ ես դա նայեմ եւ ասեմ, այո, դուք ճիշտ եք ասում։ Ես ինչ ասում եմ, հեղում եմ պետական թվերի վրա։ Պետրոս, եթե դուք մի բան չեք իմանում, դա չի նշանակում, որ դա իրականություն չի։ ՊԲ-ն ունեցել է զենք, զինամթերք, պոտենցիալ, ունեցել է թե չի ունեցել։ Իհարկե ունեցել է, բայց Ադրբեջանից մի քանի անգամ քիչ։ Մի րոպե։ Ամենից մարտունակ հատվածը հենց եղել է ՊԲ-ի շրջանակներում ձևավորված։ Հայկական բանակի։ Քաղաքականությունը հետևյալն էր. երկու պետություն, մեկ բանակ։ Բայց բանակի հիմնական, քանի որ վտանգը այնտեղից էր սպառնում, հիմնական սպառազինությունը այնտեղ էր տեղաբաշխված։ Շատ լավ, պարոն Քոչարյան, ես ուրիշ բան եմ ձեզ հարցնում։ Ես ասում եմ, չեմ ասում որտեղ։ Հիմա ես նստեմ ասեմ, քանի տանկ ա եղել։ Չէ, ես չեմ ասում դուք որտեղ եք տեղաբաշխել զենքերը։ Ես ասում եմ 2007 թվականին Ադրբեջանը 5 անգամ ավելի շատ էր զինվում, քան մենք։ Սխալ ինֆորմացիա։ Պաշտոնական թվեր է, չգիտեմ ես։ Պաշտոնական թվեր չեն։ Տնտեսությունը 4 անգամ մեզանից ավել էր։ Եվս սխալ։ Բարեփոխումները Ադրբեջանը ստեղծում էր ներքին լուրջ ռազմական արդյունաբերություն, գնում էր ժամանակակից զենքեր։ Մենք ժամանակակից զենքեր չենք գնել։ Սա էլ հո ստատիստիկա, գնել ենք միայն դիպուկահար հրացան ձեր ժամանակակից։ Նայեք, մեր հարաբերությունները եղել է հենց հապկի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ մենք բերել ենք ժամանակակից ռուսական արտադրության զենքեր։ Այդ ինչ որ դուք ասում եք, դա ինչ որ եզակի բաներ է, նաև այդ ժամանակ ինքնատիռ ենք ուրիշ տեղից բերել, այդպես չի, ձեր տեղեկությունը թերի է, եւ ամենից մեծ սխալը հաշվարկները ինչ դու անում եք, դուք Հայաստանի պոտենցիալը ռազմական տարանջատում եք Արցախի պոտենցիալից ռազմական։ Իրական այդ պոտենցիալը պետք է մեկ ամբողջական թվերի մեջ դիտել։ Սա է փաստես, դուք հիմա սա ես պետական վիճակագրության ձեր ժամանակվա վրա եմ հիմնում։ Հիմա մի րոպե, մենք տալիս ենք Հայաստանի մասով այդ թվերը, բայց դուք կարող եք այդ թվերը հասկանալ նաև մասնագիտացված, այսպես ասենք, կան պարբերականներ դրսում, որոնք գնահատում են նաև Ղարաբաղի զինատեսակները։ Ղարաբաղի հատվածը եթե գումարեք, մենք ոչ թե չէինք զիջում Ադրբեջանին։ Մի բան էլ ավել էինք։ Դե դերասան դժվար է ստուգել։ Այն 5 միլիարդը, չէ՞։ Ալիևը հայտարարեց, որ 5 միլիարդի զենք, զինամթեր զենք Ղարաբաղում իրենք վերցրել են։ Եվ այդ զենքը այնտեղ թողել է հենց այսօրվա իշխանությունը։ Այդ զենքը այնտեղ թողել են ձեր կողմնակիցները, որոնք այնտեղ եկան իշխանության։ Կողմնակիցները չէին։ Ո՞ր ձեր կողմնակիցները։ Այդ ինչ կատարվեց Նիկոլ Փաշինյանի ուղղակի մեղքով։ Ես չգիտեմ ում մեղքով։ Պաշտպանական բանակը ձեր կողմնակիցներն էին։ Պաշտպանական բանակը ենթարկվում էր Հայաստանի գլխավոր շտաբին։ Այդպես է։ Պարոն Քոչարյան, դուք նայեք TV5-ի ռեպորտաժները այդ ժամանակ ձեր հեռուստալիքի, ինչպես էին նրանք քրճվալից պատմում, որ Ղարաբաղում եկան հայրենասիրական մեր ուժերը եւ շուտով դա կլինի նաեւ Հայաստանում։ Դրանք ձեր ուժերն էին, դրանք Փաշինյանի ուժերը չէին։ Պետրոս, ՊԲ-ն Արայիկ Հարությունյանին չի ենթարկում։ Դուք չեք լսում։ Չի ենթարկում։ Արայիկ Հարությունյանը դրա մասին եւ հայտարարությունը արել։ Այդ ժամանակ Արայիկ Հարությունյանը էլ չկար։ Ես հետ եմ ասում։ Մի քանի օր ինչ որ բան ա փոխվել, ՊԲ-ի ենթակայությունը ՊԲ-ն եղել է հայկական բանակի մի մաս։ Այստեղից զորակոչը գնում էր այնտեղ, ասենց ասեմ, ինտեգրված էր այդ բանակը միասին եւ միասին ընդհանուր պոտենցիալը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Արցախի եղել է ոչ պակաս քան իմ ժամանակ
մի բան էլ ավել, քան Ադրբեջանի պոտենցիալը։ Վստահաբար եմ ձեզ ասում, եթե դուք չգիտեք, հետաքրքրվեք, ես ենթադրում եմ, որ այնուամենայնիվ դուք ինչ որ բան գիտեք։ Պարոն Քոչարյան, 2005 եւ 2007 թվականներին միջազգային ճգնաժամային խումբը զգուշացնում էր, որ Ադրբեջանը տեխնոլոգիապես եւ զենքով եւ տնտեսությունով առաջ է գնացել, բալանսը խախտվել է եւ պատերազմը նույնիսկ բանակցությունների պարագայում անխուսափելի է։ Միջազգային հեղինակավոր կառույցները ձեզ զգուշացնում են, որովհետեւ տեսեք, մի օրինակ ես չեմ ասում, պարոն Քոչարյան, սա միջազգային ճգնաժամային խումբն է հեղինակավոր ասում։ Նայեք, բոլոր նման կարգի, ոչ թե ես չգիտեմ դա ինչ խումբ էր ասում, բայց հեղինակավոր մասնագետները ասում են հետևյալը. Հայաստանում Հայաստանի Հանրապետության բանակը տարածաշրջանի ամենից մարտունակ բանակն է։ Դե այդ մենք էինք ասում։ Չէ, Հայլուրով էին ասում։ Նիկոլ Փաշինյանը դրա մասին հայտարարել է նույնիսկ 20 թվականի սեպտեմբերին։ Մոռացել եք Սարտարապատում։ Իր հայտարարությունն է։ Հայաստանի բանակը ամենից մարտունակ բանակն է տարածաշրջանում, այն որ 72 հատ էլ մարտական խաչ է տվել, մի հատ էլ ազգային հերոս։ Հիշեցնեմ, չհիշեցիք։ Դա իմ ասած 20 թիվ սեպտեմբեր, եթե 20 թիվ սեպտեմբերին դա եղել է ամենից մարտունակ բանակը տարածաշրջանում։ 2008-ին թույլ էր, հետո ուժեղացավ, թե ոնց։ Դե դուք հիմա հեգնում եք Փաշինյանին, բայց Չեմ հեգնում, ինքն ասել է, երկրի առաջի դեմքն է, գիտեր թե չգիտեր։ Տարիների ընթացքում, պարոն Քոչարյան, իրանք 5 անգամ ավելի շատ են ռազմական ծախսեր արել, քան ձեր ժամանակ։ Ով։ Այս իշխանությունը, այս կառավարությունը։ Դրականի տոկոսն ատկատներ։ Ես ասեմ 8 միլիարդի առնվազը 4-ը մսխված գումարներ են։ Առնվազը 4։ Եվ իշխանությունը փոխվելուց հետո աուդիտը ցույց է տալու խայտարակ պատկեր։ Դուք արտաքին պարտքը նկատի ունեք։ Այո։ Պարոն Քոչարյան, արտաքին պարտքը դուք տնտեսագետ եք նաև։ Դուք շատ լավ գիտեք, որ հաշվում են համախառն ներքին արդյունքի հետ համեմատած։ Հիմա, քանի որ Փաշինյանի վատ իշխանության օրոք համախառն ներքին արդյունքը 2 անգամից ավել շատացել է, պարտքի հետ հարաբերակցությունը մնացել է այնքան, ինչքան 18 թվականին։ Այսինքն մեր տնտեսությունը դրա արդյունքում աճել է, զարգացել է, ավելի վստահ եւ պարտքը նույն ձևից սպասարկում է ինչքան ժամանակ։ Մեր պարտքի բեռը չի ավելացել, դուք դա գիտեք։ Պարտքի բեռը դա աբսոլյուտ թիվն է։ Այո, բա համախառն ներքին արդյունքը։ Հիմա իմ ժամանակ տնտեսությունը աճել է, համախառն ներքին արդյունքը աճել է 6 անգամ, ոչ թե 2 անգամ, 6 անգամ, պարտքը եղել է 13-14% համախառն ներքին արդյունք։ Հիմա պարտքը 50-ի մոտ է, պարտքը 50-ի մոտ է։ Ինչպես 50-ի մոտ է 18 թվականին։ 18 թվականի համար ես չեմ պատասխանատու։ Ձեր իրավահաջորդն է պատասխանատու, ես գիտեմ։ Կհրավիրեք իրավահաջորդին, այդ հարցը տվեք իրեն։ Հուսանք կգա։ Հիմա իմ ժամանակ աճել է համախառն ներքին արդյունքը 6 անգամ, բյուջեն աճել է 8 անգամ։ Պարտք ոչ թե պարտքի հաշվին։ Պարտքը եղել է ընդամենը 13-14% համախառն ներքին արդյունքի։ Հիմա պարտքը 50%, թվերը հսկայական, նաև պարտքի սպասարկման տոկոսը հիմա գիտեք ինչքան է։ Հիմա նույնպես 50% է։ Այսինքն այս COVID-ից, պատերազմից, ռազմական ծախսերի ավելացումից, սոցիալական ծախսերի առումով գիտեք ինչ է փոխվել։ Կներեք, բոլոր այդ ցուցանիշներով պետությունը այսօր բյուջեից ավելի շատ փող է հատկացնում, քան ձեր ժամանակ։ Դրանով հանդերձ ոնց կար 50% համախառն ներքին արդյունքի համեմատ, մնացել է 50%։ Իմ հետ համեմատել շատ լավ է։ Մի րոպե իմ հետ համեմատել։ Բայց այդ մարդը ժառանգություն է ստացել 50%։ Ասեմ, պարտքի սպասարկման տոկոսը շեշտակի աճել է։ Հիմա 7.2% է պարտքի սպասարկման տոկոսը։ Դու կարող ես ունենալ օրինակ 5 միլիարդի պարտք, սպասարկման տոկոսը 2% լինի, պարտքի սպասարկման տոկոսը։ Դու կարող ես ունենալ 3 միլիարդ դոլար պարտք, սպասարկման տոկոսը 7% եւ այդ պարտքը ավելի վատ պարտք է, քան մյուսը։ Հիմա սպասարկման տոկոսը շեշտակի աճել է։ Հիմա պարտքի սպասարկման վրա գնում է ավելի շատ, քան առողջապահություն, կրթություն, մի շարք ոլորտներ միասին։ Բայց քանի որ տնտեսությունը ազատ է եւ զարգանում է, մենք դա սպասարկում ենք։ Ուր ազատ։ Մենք վարկանիշները շատ ավելի բարձր քան ձեր ժամանակ, պարոն Քոչարյան։
Պետրոս դուք Ես մի օրինակ բերեմ։ Ձեր ժամանակ միջազգային կառույցները ասում են, որ համախառն ներքին արդյունք եւ հարկերը հավաքելը հա 14% էր, եթե չեմ սխալվում ձեր մոտ հարաբերակցությունը։ Հիմա 24% է։ Բայց այդ նույն զեկույցում ասում է, որ ձեր ժամանակ հարկահավաքության պոտենցիալը համախառն ներքին արդյունքի 6.5%-ով պակաս է հավաքվում։ Դուք պատկերացնում եք 6.5%-ով եւ դրանք հսկայական ստվերային գումարներ էին, որ ձեր ժամանակ ցնդում էին։ ստվերային չի, հարկերը մեծացրել են, ասում են Պարոն Քոչարյան, ես ձեր ժամանակի մասին եմ ասում։ Իմ ժամանակվա մասին միջազգային արժույթի հիմնադրամի զեկույցով 6.5%-ի համախառն ներքին արդյունքի չափ հարկ դուք չեք հավաքել։ Հիմա Ուր էին կորում այս հարկերը։ Հիմա Պետրոս, արի այսպես ասենք։ Հիմա համաշխարհային բանկը երևի ամենից հեղինակավոր կառույցն է։ Հայաստանը իրենց զեկույցում Հայաստանը իրենք անվանել են Կովկասյան վակր եւ ասում են, որ այսպիսի տեմպեր զարգացման ոչ մեկը նախկին սովետական տարածքում եւ արևելյան Եվրոպայում չունեն։ Իրենց որակն ես չեմ ասում։ Ինչ վերաբերում է հարկերին, դու կարող ես հարկերը մեծացնել եւ տոկոսը հարկերի լինելու ավելի մեծ։ Կարող ես հարկերը իջեցնել եւ տոկոսը լինելու ավելի փոքր։ Դու չես կարող ասենց միայն վերջնական թվերով եզրակացության գալ ստվերի մասին։ Չէ, իրանք ասում են, որ այդքան ձեր դրույքաչափերով այդքան պոտենցիալ չի հավաքվում։ Կա այդքան պոտենցիալ եւ չի հավաքվում։ Համախառն ներքին արդյունքի 6.5%-ի չափ։ Լավ, գնանք առաջ։ Գնանք առաջ, որտեղ իսկապես մասնագիտական դաշտի մեջ եք մտել, իմ ժամանակ ոչ մի հարկատեսակ չի Ես մասնագետ չեմ, ես տվյալներ եմ ընդհանրապես կարդում։ Հետո որ պատրաստել է տվյալները, ինչ որ բան են չի գրել։ Մենք այն ժամանակ հարկման քաղաքականությունը եղել է բավական լիբերալ։ Այդ ես ընդունում եմ եւ համարում եմ, որ երկրի զարգացման համար չպետք է բիզնեսները խեղդես։ Խոսքը ստվերի մասին։ Մենք գնացել ենք ստվերի գնահատականը չես կարող այսպես ոտի վրա տալ։ Եղել է բարձեցված հարկ, այն ժամանակ ենք մտցրել հաստատագրված հարկերի ու արել ենք ամեն ինչ բիզնեսը զարգացնելու Շատ լավ։ Մոտեցումը սա է։ Գնանք առաջ։ Ձեր կուսակիցները հաճախ են քննադատում դպրոցաշինությունը, պարոն Քոչարյան։ Ճիշտ է։ Ես նայեցի ձեր ժամանակվա ծրագրերը։ Դուք 2001-2005 թվականներին 5 տարում հնգամյա ծրագրի պլան եք գծել 280 դպրոց կառուցելու։ Կառուցել եք դրա կեսից քիչը, հա? Եվ ձեր ժամանակ փակվել են դպրոցներ։ Միայն 1 տարում 36 դպրոց։ Ձեր ժամանակ, պարոն Քոչարյան, այդ դպրոցները երբեմն ես մի հատ օրինակ բերեմ, հա, շատ լավ օրինակ է։ Երևանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի շենք։ Օտարվելա գիտեք ում հայ հեղափոխական դաշնակցությունը հիմա այնտեղ նրանց օֆիսն է։ Եվ այսպես կամ շատ ասեմ չծանրաբեռնեմ։ Տեսեք, ձեր ժամանակ 2002-ից 2007 թվականներին դուք ընդունեցիք օրենք, որ ուսուցիչները կրճատվեն։ Հիշում եք 15000 ուսուցիչ։ Եվ իմաստը նա էր, որ կենսաթոշակային տարիքի անցած ուսուցիչները գնան եւ գան նոր ուսուցիչներ, հա։ Երբ որ նայում ես թվերը, տեսնում ես, որ այդ կրճատված ուսուցիչներից միայն 14%-ն է եղել կենսաթոշակային տարիքի։ Մնացածը ծանոթ բարեկամով, պարոն Քոչարյան, հանել են, ով կարա բերել են եւ այլն եւ այլն։ Դուք ընդունում եք, որ ձեր արածից համակարգը շատ ուժեղ վնաս ստացավ։ Հենց իմ ժամանակին ուսուցիչների վիճակը շեշտակի բարելավել է։ 10 տարում մենք կառուցել ենք ավելի դպրոց, ավելի շատ դպրոցներ, քան այս իշխանությունը, այս ամբողջ։ Հիմա ես թվերը ասեմ, դուք եկեք թվերը։ Մենք էլ այդ թվերը ունենք։ Այո, դուք ասել եք 280 դպրոց կառուցենք 10 տարում, ճիշտ է։ Դուք վերանորոգել եք 194 դպրոց 280-ից։ Այն դեպքում, երբ որ չեն եղել չափորոշիչներ, չեն եղել մարզադահլիճներ, այն դպրոցները չեն, որոնք հիմա կառուցվում են։ Դրանք բարձրապես ռեմոնտ են եղել։ Դուք ձեր ծրագիրը չեք կատարել։ Ձեր տվյալները սխալ են։ Չէ, սխալ չեն։ Հանածա պետական ձեզ տվել է, ենթադրում եմ, տվել է ԿՊԱ-ական պաշտոնյա։ Կապ չունի ով է տվել։ Կարևորը տվել է պետական ոչ տվել է սուտ տեղեկություն։ սուտ։ Այո։
Այսինքն դուք գրել եք Ես 280 իմ դպրոց, ժամանակ կառուցել եք 280 դպրոց։ ես չեմ հիշում այդ թվերը։ Դե ես Ես գիտեմ, որ կառուցած դպրոցներով ավելի շատ են կառուցել, քան այս իշխանությունը։ Ավելի քիչ գումարներով։ Պարոն Քոչարյան, 91 թվականից 2018 թվականը կառուցվել է 194 դպրոց։ Ընդամենը։ Էն էլ 100-ը դրանցից Լոռու եւ Շիրակի մարզում երկրաշարժերից հետո 194 դպրոց ընդամենը։ Հիմա այս 5 տարում կառուցել են անհամեմատ ավելի շատ։ Ո՞նց Քանի է։ հատ են կառուցել։ Ասեմ թվերը։ 321 դպրոց։ Չի կառուցվել այդքան։ Խոստացել են, չեն կառուցել։ Չէ։ 321 դպրոց, 135-ը նորակառույց, 186-ը Պետրոս, հիմնանորոգված։ մենք էսած Նոր գույքով եւ լաբորատորիաներով, պարոն Քոչարյան։ մենք չենք նստելու սենց հատ, որովհետև այդ թվերը ես իմ հետս սենց չեմ բերել, որ նստեմ ստուգեմ դուք ձեր ասածը ինչքանով է իրականության համապատասխանում, ինչքանով է ոչ։ Ուսուցիչ աշխատավարձը ինչքան իմ ժամանակ ավելացրել ենք, մինչ այսօր մնացել է նույնը։ Նույնը։ Այո։ Նույնը։ Ոնց նույնը։ Այդպես։ Դուք չեք տեսա ատեստավորումից։ Իմիջիայլոց, դուք Քանի նաև տոկոսն է ատեստավորման խոստում ատեստավորումից։ եք, դուք նաև ատեստավորման ծրագրում խոստում եք տվել, որը նույնպես չարեցիք։ Ձեր ծրագրում դա էլ կար։ Պետրոս, ուր այդ ծրագիրը մի հատ ցույց տվեք։ Ինչ որ բաների մասին եք խոսում, որը իրականությանը չի համապատասխանում։ Ես ձեզ փաթեթով հաղորդումից հետո կուղարկեմ ձեր իսկ ծրագիրը, որը հաստատվել է ազգային ժողովի Իմ մոտեցումը հետևյալն է, եթե մարդ բուհ ավարտել է, մանկավարժը դիպլոմ է ստացել։ Այդ դիպլոմը նշանակում է ատեստավորում, թե չէ։ То есть այդ դիպլոմից հետո Չէ, դու գրել եք առանձին Հիմա քանի տոկոսն է ստանում բարձր աշխատավարձ ուսուցիչների մեծ падգամավորները հնչեցել են։ Բոլոր նրանք, ովքեր ատեստավորում անցնում, Քանի նրանց տոկոս։ աշխատավարձերը բարձրանում են։ Քանի տոկոսն է։ Տարեստարի ավելանում է։ Քանի տոկոսն է։ Ասենք 40, եւ դա ի՞նչ է։ Ինչ 40։ Երբ այդ 40 դառավ։ Իսկ ինչքան է, պարոն Քոչարյան։ 15-20%-ի չափ։ Չէ, ավել է հաստատ։ Ոչ։ Հիմա Պետրոս, ոչ։ Լսեք, իմ ասածը հիմա ինչ կապ ունի Ոչ։ ձեր ասածի հետ։ Ես ասում եմ դուք դպրոց եք Մեծ կապ ունի։ 15000 ուսուցիչ եք Մեծ կապ ունի։ Դուք ասում եք հիմա Չենք ատեստավոր։ հեռացրել։ Հեռացրել եք։ Հեղաթուրում եք։ Ոնց է։ Փաստեր, այո։ Այո։ Դրանք պաշտոնական դրած են կառավարության էջում, պարոն Քոչարյան, ո՞նց են։ Ուսուցչի աշխատավարձը ինչքան իմ ժամանակ բարձրացրել ենք, մնացել է նույն աստիճանի։ Եվ ինչպես եք բարձրացրել, դուք ավելացրել եք դասաժամեր, այսինքն որակի հաշվին։ Դասաքանակները։ Դրա հետ էլ է փաստ։ Ես կուղարկեմ ձեզ ծրագիրը, պարոն Քոչարյան։ Ուղարկեք։ Շատ լավ։ Ուղարկեք Հիմա կարևոր հարցերից մեկի մասին, Ռուսաստանի մասին, պարոն Քոչարյան։ Տեսեք, Ադրբեջանը, երբ որ հարձակվեց Ղարաբաղի վրա, հարձակվողական հիմնական զենքերը ռուսական էին։ ԱԹՍ-ները իսրայելական էին եւ թուրքական, բայց մնացած տեխնիկան, որով մեզ հարվածում էին, ռուսական էր։ Եվ նրանք դա ձեռք բերեցին 12-ից 2007-ից 12 թվականներին կնքած պայմանագրերով մի քանի միլիարդ դոլարի։ Որ թվականները 7-ից 12 թվականին կնքված պայմանագիր կնքեցին, հետո սկսեցին ստանալ։ հետո են սկսել։ Այո, հետո սկսեցին ստանալ, կնքեցին այդ ժամանակ։ Երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, մենք դիմեցինք թե ՀԱՊԿ-ին, թե Ռուսաստանին մեզ օգնելու համար, մեզ ասեցին կոպիտ ասած չեք օգնելու։ Ղարաբաղյան պատերազմից հետո մենք տեսանք, որ ադրբեջանցիները մտան Փարուխ, Խծաբերդ եւ այլ այդտեղ ռուսական բանակը ուղակի նրանց հրավիրեց այնտեղ։ Իսկ այդ Փարուխի մենակ մի թաղը Արցախյանից մեծ է։ Հա? Եվ մենք տեսանք, որ ռուսները այդքան տարածքներ մեզանից զիջեցին ադրբեջանցիներին։ Հələ մնացածի մասին չեմ խոսում, պարոն Քոչարյան։ Ոնց եք դուք վստահում, այդ ժամանակ էլ Փաշինյանը չկար, չէ՞ որ զենք էին վաճառում միլիարդներով, չկար Փաշինյանը։ Բայց դա թշնամական գործողություններ մեր նկատմամբ։ Դուք ոնց եք վստահում նման պետությանը եւ ուզում եք ելի նրանց վստահել մեր ազգային անվտանգությունը։ Ինչու համար։ Դուք Փարուխի դեպքը նշեցիք։ Արդեն խաղապանների առումով։ Իսկ ինչ պիտի անեին խաղապանները։ Անեն այն ինչ գրված էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որ զորքերը կանգնում են իրենց տեղերում։ Ինչ լիազորություններ ունեին այդ խաղապահ զորքերը։ Իրականացնելու նոյեմբերի 9-ի հայտարարագիրը,
որտեղ գրված էր, որ երաշխավորը Ռուսաստանն էր, որ զորքերը պետք է մնան այնտեղ, որտեղ կանգնած են, բայց նրանք գնացին եւ այնտեղ բերեցին ադրբեջանցիներին։ Ինչից հետո։ Ասեցի, պատերազմից հետո։ Չէ։ Ինչից հետո։ Ինչից հետո։ Ասեմ ինչ կատարվեց ընդհանրապես։ Բայց սկսենք, որ զենքեր ծախեցին, ես տեղից սկսեցի, միլիարդավոր դոլարների Ադրբեջանին, ինչու։ Նայեք, Ռուսաստանը չծախել մեկ ուրիշն էր ծախել։ Չէ։ Միացյալ Նահանգները օրինակ չէր ծախում նրանց զորք, զենք, եւ շատ պետություններ չէին ծախում, որովհետեւ պատերազմ կար։ Թուրքիան էլ չէր ծախում։ Թուրքիան մենակ ԱԹՍ-ը է ծախել։ Թուրքիայից չէին կարող այդ զենք հարել։ Չգիտեմ, թող Ռուսաստանը չծախեր։ Նայեք, հիմա երբ որ խոսքը գնում է ռուսական զենքի մասին, ասում եք վատն են։ Ես չեմ, կնեք, դա գիտեք ինչի է նման։ Երբ որ ռուսները ասում են, ինչի Զելինսկին Հայաստանում հայտարարեց մեր դեմ ինչ-որ մի բան, մենք ասենք է Հայաստանում չհայտարարել, Չեխիայում կհայտարարի, ի՞նչ տարբերություն։ Տարբերությունը այն է, որ մենք բարեկամներ էինք։ Եվ մեր թշնամուն մահաբեր միլիարդավոր դոլարների հարձակվող զենք ծախելը, դա թշնամություն է մեր նկատմամբ, խնդրեմ, ներեք։ Պետրոս, նայեք։ Իմ ժամանակ այդպիսի զենքի վաճառք չի եղել, հաստատ։ Ես պաշտոնը թողել եմ 2008 թվականին, ապրիլի 9-ին։ Սա մեկ։ Ուրիշների ժամանակվա, այսպես ասենք, խնդիրները մի կախեք իմ վրա։ Կներեք, դա ուրիշ չի, դա ձեր իրավահաջորդն է, մի քիչ տարբեր են։ Դե հիմա Նիկոլն էլ կարող է իր իրավահաջորդը։ Հետո ինչ, բայց նա ձեր իրավահաջորդն է։ Հիմա հետո։ Թյուրըմբռնում կա նոյեմբերի 9-ի պայմանագրի վերաբերյալ։ Հայտարարության։ Այդ հայտարարության վերաբերյալ։ Այդ հայտարարությունը որևէ կերպ չի սահմանել խաղապահ ուժերի լիազորությունները։ Կարող են զենք կիրառել, չեն կարող, ինչ պիտի անեն, ոնց պիտի անեն։ Չկար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշում եւ այդ ամենը չի կատարվել ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխի շրջանակներում։ 7-րդ գլուխը դա ուժի կիրառման խաղաղությունը պարտադրելու այսպես մոդելն է։ Ինչ կատարվել է 44 օրյա պատերազմից հետո, ես դեռ խոսույթից տեսնում եմ, որ դուք ուղղակի այդ մասը ոնց որ կամ չեք տիրապետում կամ չեք փորձել ուղղակի խորանալ։ Դա հայտարարություն էր։ Իրականում Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստանի ճնշման տակ ստորագրել է Ադրբեջանը, ճնշման տակ ստորագրել է մի հայտարարություն։ Այդ հայտարարությունը իրականում ասենց ասեմ, ոչ թե խաղաղություն պարտադրելու մոդել էր, այլ կողմերի համաձայնությամբ խաղապահները տեղաբաշխվում են, բայց հենց որևէ մի կողմ դուրս է գալիս այդ հայտարարությունից, խաղապահների ֆունկցիաները ուղղակի ավարտվում են։ Այս մոդելն էր։ Հասկանում եք, այս մոդելն էր, եւ սա որևէ տեղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ հատուկ որոշմամբ ամրագրված չէր սա, ամրացված չէ։ Պարոն Քոչարյան, այնտեղ կար Պուտինի ստորագրությունը, որպես երաշխավոր։ Ստորագրությունը, բայց Պուտինի Ադրբեջանը խախտեց հետևողականորեն այդ կետերը եւ Ռուսաստանը ոչինչ չարեց։ Ինչու՞։ Ադրբեջանը կետերը խախտեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը Պրագայում ստորագրեց եւ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Դրանից առաջ Պուտինն էր ճանաչել եւ ինչ փոխվեց։ Պուտինը երբեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ երբեք չի եղել։ Հիմա մի րոպե, իսկ Միացյալ Նահանգները չեն ճանաչում տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար մի րոպե, ինչու թողեցին, որ ադրբեջանական զորքերը գան առաջ։ դուք չեք լսում։ Ես լսում եմ շատ ուշ Չեք լսում։ Հիմա համբերություն մի քիչ համբերություն։ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա բոլորն էլ ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Արցախը ինքնորոշված ժողովուրդ էր, որի ինքնորոշման ճանաչումը ընթացքի մեջ էր։ Սա էր ամբողջ բանակցային գործընթացը, սրա մասին էին Մինսկի խմբի գործունեությունը եւ սրա մասին էին Մադրիդյան սկզբունքները։ Եվ երբ որ Հայաստանը միակողմանի առանց իր գործընկերներին տեղակ պահելու, օրինակ Ռուսաստանին, ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, ամբողջ այդ կոնստրուկցիան փլզվում է։
Անմիջապես այդ ամբողջ Ղարաբաղյան շարժումը դառնում է սեպարատիստական շարժում, անմիջապես պաշտպանական բանակը Ղարաբաղի դառնում է արդեն ապօրինի զինված միավորումներ, Ադրբեջանը կոչեց դա արդեն որպես ահաբեկչական միավորումներ եւ ամբողջ կոնստրուկցիան փլզվեց։ Գրանք դե տրամադրությամբ։ Մեկ պաշտոնյայի ստորագրությունը Շատ լավ, պարոն Քոչարյան։ փլզեց ամբողջ Բայց կոնստրուկցիան։ դա արդեն այդպես էր Պուտինի Ռուսաստանի պետության համար, քանի որ իրանք արդեն իսկ ճանաչում էին Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Հետեւաբար Փաշինյանի չճանաչելը ոչ մի բան չփոխեց։ Ես սխեման նկարագրեցի, որ Ղարաբաղը նույն Ռուսաստանը վերջապես առաջարկել էր Լավրովի պլանը։ Որը մերժեց Ադրբեջանը։ Միջի այդ եղել են մադրիդյան սկզբունքները։ Կրկնեմ, եղել է ինքնորոշման process-ի միջազգային ճանաչում։ Դա կլիներ 5 տարի հետո 10 թե 20 տարի process այդպիսին էր, բարենպաստ էր մեզ համար։ Եվ Հայաստանի որոշումը ամբողջ այդ կոնստրուկցիան փլզեց։ Պրոբլեմը սրա մեջ է։ Ոչ ոք չի ասում, թե Ռուսաստանը չէր ճանաչում։ Բոլորը ճանաչում էին, բայց ասում էին ինքնորոշման process-ը շարունակվում է։ Այդպես եղավ Արևելյան Տիմորում, այսպես եղավ Էրիտրեայում, սա դասական process է, երբ կոնֆլիկտը տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իր լուծումը ստանում է ինքնորոշման օգտին։ Ժամանակի մեջ ձգված process է։ Այս process-ի մեջ ենք մենք։ Լավ, պարոն Քոչարյան, հասկացանք։ Երբ հարձակվեցին Հայաստանի վրա, Ղարաբաղը կապ չուներ։ Մենք դիմեցինք, որ Ռուսաստանը մեզ օգնի, դիմեցինք, որ ՀԱՊԿ-ը մեզ օգնի։ Նրանք չօգնեցին մեզ։ Okay։ Նայեք, առաջին մասով ես այնուամենայնիվ մի հավելում անեմ։ Անկալվեց թե ոչ, որ այդպիսի մանդատ խաղապահ ուժերը չունեին ուժ կիրառելու։ Իսկապես չունեին։ Երբ մի կողմը դուրս է գալիս process-ից, խաղապահ ուժերը ուղղակի դիտորդ են դառնում BTR-ների վրա եւ ավտոմատներով։ Իրենք զենք կիրառելու մանդատ ըստ էության չունեին։ Բայց իրենք հանգիստ նայեցին, ոնց է էթնիկ զտում լինում Ղարաբաղում։ Իրենք ուրիշ լիազորություն չունեին անելու։ Հասկացա, հիմա Որտեւ իրենց այդպիսի հանգիստ դիտորդ դարձրեց Հայաստանի վարչապետը։ Պրագայում, պարոն Քոչարյան, այո։ Հայաստանի վարչապետը չէ ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ ենթարկում էր էթնիկ զտում։ Չկար նման փաստաթուղթ։ Նայեք, իմ ամբողջ այս հիմնավորումը հենց հետևյալի մասին է, որ ինքը փլզեց այն կոնստրուկցիան, որը հնարավորություն էր տալիս այդ փխրուն վիճակը պահել։ Ինքը փլզեց այդ մեկ ստորագրությամբ։ Լավ, հիմա կարող է ինքը չէր գիտակցում, թե ինչ էր անում, բայց դա իրեն չի ազատում պատասխանատվություն։ Հիմա Հայաստանի վրա հարձակվեցին, Ռուսաստանը մեզ չպաշտպանեց, պայմանագիրը չարեց, որտեղ այդ պայմանագիրը Փաշինյանի հետ չէր, Հայաստանի Հանրապետության հետ էր։ Ես փորձեմ բացատրել, ոչ թե արդարացնել։ Ես չեմ փորձում արդարացնել, ես ավելի շատ փորձում եմ բացատրել։ Բայց դուք ընդունում եք, որ նրանք չկատարեցին իրենց պարտականությունները։ Ես բացատրեմ, Խնդրեմ։ որից հետո մի հատ հասկանանք պարտականությունները կատարեց թե ոչ։ Իսկ մենք կռվեցինք, հարցը առաջանում։ 200 զոհ տվեցին։ Մի րոպե, եթե դու հայտարարում ես, որ այդ սարի համար ես չեմ կռվելու, որովհետև 9 ամիս զոնա այդ սարի վրա։ Բայց մենք կռվում էինք, 200-ից ավել զոհ տվեցին։ Մի րոպե։ Երբ որ դու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացնում ես, միջայ Խաչատուրովի պատմությունը բոլորի աչքի առաջ է։ Եվ սա նշանակում է մեկ բան. դու ՀԱՊԿ-ի շրջանակներում դու, այսպես ասենք, որոշակի կասկածելի գործընկեր ես դառնում։ Կասկածելի գործընկեր։ Շատ լավ կլներ, որ միջամտեր։ Ես խոսքը հետևյալի մասին չի, պետք էր թե պետք չէ։ Բայց դու արել ես ամեն ինչ, այսպես կասկածներ առաջացնելու համար։ Հիմա նայեք, ես համեմատությունը բերեմ։ Օրինակ, Տրամպը հարձակվեց Իրանի վրա, տեղյակ չպահելով նույնիսկ իր գործընկերների ՆԱՏՕ-ով։ Հետո խրվեց այդ պատմության մեջ Ու ասում էր եկեք։ ասում էր եկեք։ Նրանք ասում են ստոպ չեն գալու։ Դու մեր հետ հո չես նստել, չես քննարկել։ Դուք հետևյալը վերցրեք։ Իսկ որ Սիրիա զորք ուղարկեցինք ռուսների համար, Հիմա նայեք։ Դուք
աբսոլյուտիզացիա ենթարկել նման պայմանագրեր չի կարելի, որովհետև սա այսպես ասենք, այդ մեծ պետությունը կարող է միջամտել, կարող է պատճառ փնտրել, չմիջամտելու համար։ Պայմանագիրը Հիմա Տրամպը պայմանագրերը հարգում է Գրելանդիայի հարցով Այսինքն Պուտինն չի հարգում պայմանագրերը։ Հարցը դա չի, հարցը հետևյալի մեջ է։ Ոչ մի նման կարգի կառույց 100%-ով իր պարտավորությունները չի կատարում։ Դու փոքր երկիր լինելով պետք է այնպես անես, որ մեծ երկիրը կոպիտ ասած մահնա չունենա իր պարտականությունը չանալու։ Դու պետք է այնպիսի քաղաքականություն տանես, որ իրենց համար կարևորագույն հարց լինի քո կողքին կանգնելը։ Իսկ եթե դու անում ես ամեն ինչ, որ ինքը մտածի ասի հետևյալը, լսիր, հիմա ես Հայաստանի հետ հարաբերությունները, հա, ասենց եղբայրական ժողովուրդ է եւ այլ, բայց ես փչացնեմ հիմա Ադրբեջանի հետ հարաբերությունները, իսկ Հայաստանը մեզանից փախնում է դեպի Եվրոպա, մեր հարաբերություններից։ Այո, Եվրոպային փախնում։ Մենք ուզում ենք Ռուսաստանի հետ այն ժամանակ հիշում եք Շայգուի մոտ գնաց պաշտպանության նախարարում էին Ռուսաստանի հետ Պրագայում ստորագրված էր թե ոչ։ Չէ, ինչ Պրագա։ Նայեք, Հայաստանի նկատմամբ անվստահությունը շատ ավելի շուտ է սկսվել հատկապես հապկի շրջանակներում։ Բայց տեսեք, հիշում եք մենք հապկին խնդրում աղաչում էինք, ասում էինք ասեք, որ արձանագրեք, որ հարձակում է եղել Հայաստանի վրա եւ ձեր դիտորդները թող գան։ Նույնիսկ դա չարձանագրեց, չէինք ասում եկեք կռվեք։ Ասում ենք ընդհանրապես արձանագրեք, որ Հայաստանի վրա հարձակում ա եղել, ասում ոչ։ Հապկի երկրները որոնք են։ Ինչ կապ ունի։ Մեծ կապ ունի։ Պայմանագիրը պայմանագիր է, եւ Ռուսաստանն է այնտեղ կարևորը։ Մեծ կապ ունի։ Ղազախստանը օրինակ։ Ինչ։ Այնպես է ստացվել, ինքս ես հապկի նկատմամբ թերահավատությունս մեծ է, ես Հիմա էլ։ Այո, հիմա էլ։ Իմ թերահավատությունը հապկի նկատմամբ մեծ եւ հանրային նաեւ դիրույթում եմ ես սրա մասին պատմել, խոսել իմ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ, որ ես կարող եմ հիշեցնել 1-2 տարի առաջ հապկում կա Ղազախստան, որի հարաբերությունները Ադրբեջանի հետ անգամներով ավելի լավ է, քան Հայաստանի հետ։ Բելարուս Կա Բելարուս, որի հարաբերությունները Ադրբեջանի հետ անգամներով ավելի լավ է, քան Հայաստանի հետ։ Այսօր ընդհանրապես հարաբերություններ չունենք։ Հապկի շրջանակներում ըստ էության մի միջավայր է ձևավորել, որտեղ դու խնդիր ունես։ Դու պետք է այդ հարաբերությունները ճշտեիր ուրիշների հետ։ Հապկը ի սկզբանե այդ որոշումը չէր կայացնի, նույնիսկ եթե Ռուսաստանը կողմ լիներ։ Բա Ռուսաստանը լավ։ Ռուսաստանը այդ հարցում մենակ էր։ Qırğızstani հարաբերությունները Ադրբեջանի հետ մի գլուխ ավելի բարձր է, քան։ Լավ, երկկողմ էլ չօգնեցին։ Երկկողմ էլ ունեն։ Այլ պետք է երկկողմով դիմել, բայց երկկողմով ինչքան ես գիտեմ, ես ասենց վստահ չեմ, բայց երկկողմով համապատասխան ընթացակարգերը չի կիրառվել Հայաստանից։ Դուք 10 տարի նախագահ եք եղել։ Երբ որ ասում եք, որ մենք դիմել ենք, մեր վրա հարձակվել են, իրանք ասում են, ես մի հեռախոսով այդ հարցը կլուծեի։ Մեկ հեռախոսով։ Եթե չգային, ոչ մի բանով չէիք լուծի, չեն եկել մարդիկ։ Ես այդ հարցը մեկ հեռախոսազանգով կլուծեի, ես։ Ընդհանրապես ես լինեի այս պատերազմը չեր լինի 44 օրյա պատերազմ, որովհետև դա հրահրվեց Հայաստանի կողմից, չեմ կասկածում։ Էլի դուք պնդում եք, որ Հայաստանն է հրահրել։ Հայաստանը հրահրել է 44 օրյա։ Այսինքն Ադրբեջանը չէր ուզում հարձակվել, մենք հրահրեցինք։ Ամեն ինչ արեցինք, որ պատերազմը դառնա անխուսափելի։ Սա հիմա չի կոչվում Ալիևի պաշտպանություն, որովհետև Ալիևը կասի, տեսեք, Ղարաբաղի հերոս, Ղարաբաղի նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահը նստած ասում է, որ Հայաստանն է մեզ հրահրել, որ մենք հարձակվենք։ Հայաստանն է մեղավոր։ Ոչ թե Ադրբեջանին է հրահրել։ Բաղում է հրահրել։ Ադրբեջանը հարձակվել։ Բոլոր մասնակիցներին։ Սա հիմա Ալիևի փաստաբանություն չի, պարոն Քոչարյան։ Ոչ, Ալիևի փաստաբանը Ոնց ոչ։ Նիկոլ Փաշինյանն է։ Դուք եք ասում։ Ալիևը ասում է, ես մեղավոր չեմ։ Ես կարող եմ հիմնավորել։ Ես կարող եմ հիմնավորել։ Պատրաստ եք լսել։ Դուք պատկերացնում եք, որ հայր Ալիևը գար իշխանության եւ ասել, որ առաջին Արցախի պատերազմի համար մեղավորը Էլչիբեյն է, հայրը չէին։ Դուք դες բան պատկերացնում եք։ Նույնիսկ եթե դրա մեջ ճշմարտություն կա։ Հիմա պատրաստ եք լսել։ Խնդրեմ։ Ուրեմն, ինչ կատարվեց։ Նիկոլ Փաշինյանը ասում է, ինձ գժի դեղեմ դրել, որ չբանակցեմ։ Իր ասածն է, ես չեմ հորինում։
ինքը ձախողել է բանակցային process-ը։ Ընդհանրապես ձախողել է։ Ձախողելով բանակցային process-ը ինքը լեգիտիմացրել է Ալիևի համար հարձակվելու անգամանք։ Սա մեկ, երկրորդ։ Միակ Հայաստան Հանրապետության ղեկավարն է, որը տարածքային պրետենզիաներ է ներկայացրել Ադրբեջանին։ Ասել է Արցախ Հայաստանը եւ վերջ։ Ոչ մի Հայաստանի ղեկավար։ Դուք եք ժամանակին այդպես ասում։ Երբեք։ Տեսաձայնագրությունը կա։ Չէ, դու կարող ես երբեք նման կարգի հայտարարություններ չեմ արել։ Մենք բանակցում էինք մի տարբերակ, որը ենթադրում էր ինքնորոշման ճանաչում։ Ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը։ Մենք տարածքային պահանջ հակառակը, ես Եվրոխորհրդում եմ ասել, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Պասեյում, ես եմ ասել, իմ ելույթի ժամանակ Հանած Ղարաբաղը։ ասել եմ հետևյալը, բայց տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի կապ չունի Ղարաբաղի հետ, որովհետև Ղարաբաղը այն ժամանակ ինքնորոշվել է։ Բայց տարածքային ամբողջականությունը դա մի սկզբունք է, որը պետք է եւ իրենց եւ մեզ Հայաստանն էլ տարածք ունի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւս կարեւոր է։ Ինձ վրա շար մի արեք։ Հիմա ինչ վիճակ է ստեղծվել։ Մի կողմից ներքաղաքական լարվածություն, սև ու սպիտակներ, դա այսպես 18 թվականի հեղափոխական հիմնական լեյտմոտիվներ, մյուս կողմից բանակցային գործընթացի ձախողում, ինքը չէր էլ թաքցնում, որ ձախողել է այդ բանակցային գործընթացը, մյուս կողմից հարաբերությունների վատթարացում քո ռազմավարական դաշնակցի հետ, եւ մյուս կողմից դու Հայաստանին ասում ես Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ուրեմն հույս մի պահիր, որ որևէ կերպ բանակցային ճանապարհով դու կարող ես ինչ որ բան ստանալ։ Այդպիսի բան ոչ ոք չի արել։ Ոչ երրորդ նախագահան, ոչ ես, ոչ առաջին նախագահը։ Եվ սա կազուս բելի է։ Շատ լավ։ Հիմա ինչ եղավ դրանից հետո Ալիևի հայացքով է թե նայես այս խնդրին։ Ասում ես մարդիկ ներսում բաժանված հասարակություն դաշնակցի հետ հարաբերությունները փչացրել են, Մինսկի խումբը տարակուսանքի մեջ է, չեն իմանում 25-26 տարվա, իսկական ժամանակն է փորձել հարձակվել եւ լուծել հարցը ուժով։ Ինքը ստեղծել այդ պայման, միգուցե չգիտակցելով։ Շատ լավ, գնանք առաջ ֆունկցիան, հասկացա։ Հիմա տեսեք, շատ էլ խոսում են մասին, որ դուք կողմ եք Հայաստան, Բելարուս այդ այնց ինչ որ կազմավորման մեջ մտնելու։ Հիմա դուք կողմ եք թե ոչ։ Եթե նման հարց դրվի։ Բայց ես երբեք կողմ չեմ էլ եղել։ Կողմ չեք երբեք չեմ էլ քննարկել։ Ես նախագահ ժամանակ 10 տարի։ Չէ, վերջերս էիք ասում, ոչ թե այն ժամանակ։ Երբ եմ ասել։ Տերասուլիսներից մեկում։ Երբեք չեմ ասել։ Դու կողմ չեք։ Դրոս ինձ շարմի արեք իմ վրա։ Այնքան շարանող կա։ Կողմ չեք։ Երբեք չէ։ Հայաստան, Բելարուս միութենական ինչ որ մի բան։ Մեկ անգամ մի լրագրող ինձ հարց էր տվել մամուլի ասուլիսի ժամանակ, ես ընդհանրացրել եմ, ասել եմ ընդհանրապես, երբ մի որոշում ես կայացնում, որոշումը չպետք է լինի էմոցիոնալ, որոշումը պետք է լինի հաշվարկներով, ինչ է ստանում, ինչ է կորցնում, ինչպիսի ռիսկեր կա եւ այդ ռիսկերի չզոկացումը որտեղ է, բայց ես երբեք կողմ չեմ եղել եւ երբեք իմ հետ իմ նախագահության ժամանակ այդպիսի քննարկում էլ չի եղել։ Հասկանալի է։ Պարոն Քոչյան, տեսեք, գանք մեր օրեր։ Ռուսաստանը արգելում է Հայաստանից հիմա արդեն մրգեր, բանջարեղեններ, ծիրան, ջերմուկը կար, կոնյակի կեսին կպան եւ այլն, արգելում է, հա։ Ձեզ չի թվում, որ սա մեզ անում են նրա համար, պարոն Քոչյան, մեզ պատժում են եւ շանտաժ են անում, որ դուք ընտրվեք։ Դուք Սամվել Կարապետյան, այ ասում են մենք ձեզ այսպես կանենք, եթե դուք ընտրեք Փաշինյանին։ Ձեր պատճառով մեզ շանտաժ են անում, որ դուք ընտրվեք։ Դա է ձեր եզրակացությունը։ Ուրիշ ինչ եզրակացնեմ ես։ Դուք ուրիշ բան չեք տեսնում այս ամեն ինչի մեջ։ Ուրիշ։ Այո։ Մի հաստատեցրեք ինձ։ Ոչինչ, դուք ինչ եք տեսնում։ Մի հաստատեցրեք ինձ։ Ես համոզված եմ։ Դրությունից քանի օր է մնացել, քանի օր։ Այո։ Եվ դնում ճնշում են մեզ։ Ինչի համար։
Հիմա ես որ վիճակը վատանա, եկեք տրամաբանենք, որ վիճակը վատանա, որ մենք ասենք, չէ, Փաշինյանի ժամանակ վիճակը վատ է, ընտրենք Քոչարյանին կամ Սամվել Կարապետյանին։ Դա շանտաժ է ձեր համար, որ դուք շանս ունենաք ընտրվելու։ Ես հասկացա։ Նայեք, ինչ է ասում ռուսական կողմը։ Ես ուղղակի տրանսլյացիա անեմ, եթե դուք ինչ ուզում ասում են։ Եթե դուք դա ինչ որ բաց եք թողել, ասեք։ Ձեր ուսումնասիրություններում ասում է դուք օրենք են ընդունել Եվրոմիության անդամակցության մասին։ Մի տարի առաջ։ Բա ինչ են հիմա այս ընտրությունից 2 օր առաջ անում այդ բանը։ Համբերություն ունեք, ես բացատրեմ, ես ձեզ չեմ ընդհատել։ Եվրոմիության հետ գնալու հարաբերությունները ավելի է սրվում։ Եվրոմիության տարբեր երկրների առաջնորդները հայտարարում են, որ պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ։ Ուղղակի ասում են այդ տեքստում։ Բացա այդ։ Հիմա Ռուսաստանը ասում է հետևյալը. դուք եթե գնում եք դեպի Եվրոպա, որը մեր հետ պատերազմի մեջ է, ուկրաինական պրոքսիների միջոցով, դուք չեք կարող օգտվել այն արտոնյալ ռեժիմներով առևտրի, որը մենք սահմանել ենք բարեկամ երկրի համար։ Սա իրենց տրամաբանությունն է։ Լավ։ Նույնը անում է Միացյալ Նահանգները, ասեմ, բոլոր իր գործընկերների։ Հիմա հարց։ Հիմա մի րոպե։ Հիմա իրենք սա են ասում։ Եվ մի ձևակերպում մի փորձագետի կողմից լսեցի, հետարքիր ձևակերպում էր, ինքը ավելի լավ է բացահայտում իրենց տրամաբանությունը։ Մենք մտադրված չենք ֆինանսավորել ձեր հեռացումը բանից, ԵԱՏՄ-ից եւ ձեր մուտքը դեպի թշնամական միավոր։ Սա նշանակում է հետևյալը. Ռուսաստանը իր ազգային շահերը ձևակերպել այսպես։ Դա ինչ կապ ունի տվյալ դեպքում։ Ասեմ։ Իմ կամ Սամվել Կարապետյանի հետ։ Ասեմ։ Հիմա ես էլ պիտի ասեմ, Տրամպը շնորհավորել է բանը, աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Հայտնել է, որ հայտնել է, ինչ անենք։ Հայտնել է։ Հիմա սա նորմալ է։ Դե Տրամպին հարցեք, Տրամպն է հայտնել։ Ես ինչ։ Հիմա էլ դու Պուտինից հարցնեք, Պուտինն է սահմանափակում։ Այո, բայց պարոն Քոչարյան, Հայաստանը Եվրամիություն մտնելու հայտ չի ներկայացրել։ Չկա այդպիսի պաշտոնական։ Ավելի վատ բան արել։ Չէ։ Օրենք է ընդունել։ Քաղաքական հայտարարություն է դա։ Օրենք է, ոչ թե հայտարարություն։ Այո, այդ օրենքը ընդունել է 1 տարի առաջ։ Այդ process-ը կարելի է անել 1 տարի առաջ։ Իրանք դա անում են ընտրություններից 4-5 օր առաջ։ Չեք հասկանում ինչու։ Ինչու՞, որ դուք ընտրվեք։ Չէ, շանտաժ է։ Կարող ես եմ հրավիրել Զելենսկուն, որը եկել է Հայաստանի տարածքից այնպիսի հայտարարություններ արել, որ համբերության բաժակը Ռուսաստանում լսրել է։ Հրավիրում են, ես լավ, մեկ եւս օրինակ, վերջի օրինակը։ Միգուցե դա կբացատրի, թե ինչի են հիմա գնում այս քայլերին։ Գալիս է այստեղ Լիտվայի նախագահ։ Մեկ շաբաթ առաջ։ Եվ ստորագրում են ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր։ Լիտվայի արտգործնախարարը այս քանի օր, որ ես մի 4-5 օր առաջ հայտարարում է, որ պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ Լիտվան եւ հայտարարում է, որ պետք է հարձակվել Կալինինգրադի վրա, որը Ռուսաստանի տարածք է։ Եվ այդ երկրի հետ դու ստորագրում ես ռազմավարական համագործակցության պայմանագիր եւ դու մտածում ես, որ դա հետևանք չի ունենալու Ռուսաստանի կողմից։ Եկեք մի հատ հիշենք։ Ալիևը գնում էր Մոսկվա եւ ասում է, որ գրավելու է մեզ։ Մոսկվայում ընդունում էին նրան, զինում էին նրան, եւ երբ մենք ասում ենք, այ դաշնակիչ ջան, ես ինչ ես անում։ Ասում է, սա թշնամական բան չի, մենք եղբայրներ ենք։ Սա մեր շահերն է, սա ձեր դեմ չի։ Մենք ասում ենք, օքեյ։ Հիմա սա էլ մեր շահերն է։ Այսինքն Ռուսաստանը կարա Ադրբեջանին զինի, Ադրբեջանի հետ ռազմավարական մեր թշնամուն զինի, սնի, դիվանագիտական օգնություն տա եւ մեզ բացատրի, որ դա մեր դեմ չի։ Լավ, այն այլ իրենց դեմ չի։ Մենք ասում ենք, չէ, ձեր դեմ ոչինչ չենք անելու։ Դա ինչ կապ ունի այս օրինակի հետ։ Այն ինչի ես ասել եմ։ Շատ մեծ օրինակ, մենք մեր շահերն ենք հետապնդում։ Մենք արևմուտքի հետ հարաբերություններ ենք կառուցում։ Մենք դրա մասին չէր խոսքը։ Պետրոս, ես հիշեցնեմ։ Դուք հարց եք տվել։ Զելենսկին եկել է Երևան հայտարարություն արել։ Այո։ Ալիևը 20 անգամ շատ գնացել է Մոսկվա հայտարարություն արել մեր դեմ։ Եվ դրա մասին չէր հարց։ Բա ինչի մասին։ Հարցադրումը, թե Պուտինը կամ Ռուսաստանը դա անում է
մեզ օգնելու համար։ Այո, շանտաժ անում ես։ Պուտինը եւ Ռուսաստանը դա անում է, որովհետեւ Հայաստանը արել է ամեն ինչ, որ Ռուսաստանը դա անի, հասկանում եք։ Էլի մենք ենք մեղավոր։ Ո՞վ է մեղավոր։ Ընդհանրապես մեր հարաբերությունում կա մի բան, որ իրանք են մեղավոր։ Ձեր բոլոր նկարագրած իրավիճակները մեղավորը մենք ենք։ Հիմա Զելենսկուն ով է հրավիրել այստեղ։ Լիտվայի նախագահի Ես Զելենսկին եկող այցով չէր։ կապ չունի։ Պետրոս, Լիտվայի նախագահին ով է հրավիրել այստեղ։ Զելենսկին այստեղ եկել է Հայաստանի Հանրապետության հրավիրը։ Հիմա ամենից վատ բանը փոքր պետության համար, եթե դու անում ես քայլեր եւ չես մտածում այդ քայլերի հետևանքների մասին։ Ես իմ աչքիս առաջ ինչ որ անում է այսօր Նիկոլ Փաշինյանը, ասենց Սաակաշվիլու կրկն օրինակն է։ Նա էլ էր անընդհատ ասենց քայլեր էր անում, հրահրում էր խնդիրները Ռուսաստանի հետ եւ փորձում էր արևմուտքում աջակցություն փնտրել։ Սա մի քաղաքականություն է, որը ես ուղղակի մերժում եմ։ Միշտ իմ մոդելը ինչպիսին էր իմ նախագահության ժամանակ եւ հիմա ասում եմ հետեւյալը մի մխրճվի խոշոր երկրների բախման այդ խնդիրների մեջ մի հայտնի տեղ փորձի համագործակցություն փնտրել այդ երկրների հետ այն դաշտում որտեղ իրենք կարող են համագործակցել մի խաղա մեծ երկրների տարաձայնությունների վրա փորձելով ինչ որ բան փնտրես կամ այստեղ կամ այնտեղ եւ միշտ այդպես են արել հիմա ինքը այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը ես ենթադրում եմ նաեւ բնավորությունից է ինչ որ տեսաբխում ինքը փորձում է միշտ հակասությունների վրա խաղալ մենք նաեւ ներքաղաքական կյանքում ենք դա տեսնում չէ միշտ փորձում է վիճակը լարել եւ այդ լարված իրավիճակում ենթադրում եմ ինքը իրեն ավելի լավ է զգում միգուցե դա բիոքիմիայի հարց է մարդու բայց արտաքին հարաբերությունները սա չափազանց վտանգավոր է եւ գինը տալու է մեր ժողովուրդը այսօր գինը ժողովուրդն է տալիս ինչ է իրեն ստիպում տենց հրատապ էր Լիտվայի հետ հենց հիմա այդ բանը ստորագրելը կամ այդպիսի հրատապություն կա Զելենսկին գա ստեղ այդ հայտարարությունները անի ինքը ուր գնում է այդ հայտարարությունները անում են կանխատեսելի է չէ չի եղել մինտեղ որ Զելենսկին գնա հակառուսական այլանդակ կոշտ հայտարարություններ չանի դու գիտեր դրա մասին դու կարող ես չէ իրեն ասել լավա չգաս կամ եթե եկել ես մի բան եմ խնդրում հերախոսը վերցնում ես ասում բան եմ խնդրում մենք բարեկամ երկիր ենք մեր տարածքից այդպիսի հայտարարություններ մի արա կարող է չէ անել հաստատ կարող է ու դու մտածում ես որ Ռուսաստանի պոտենցիալ ունեցող երկիրը այս հարցերի վերաբերյալ ասենց համբերությունը ասենց անվերջ է ցուցադրելու ոչ չի լինում այդպիսի բաներ ռուսները բան կա չէ ռուսերեն ասում ռուսский мужик долго запрягает быстро едет Ну, հələ որ быстро едет-ը մոտները չի ստացվում Ուկրաինայի։ Հիմա համենան դեպս սենց ասեմ Ռուսաստանը համատի մեծ գնացքի հետ այդ թափ հավաքում է բայց հետո չի կողմը մենք Ուկրաինայում տեսանք ես վկա եմ ինչպիսի համբերատարությամբ Պուտինը փորձում է ուկրաինական կողմին ինչ որ բաների մեջ համոզել իր ժամանակ դուք ճիշտ եք համարում Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա նայեք ստեղ հաուչեի հարց չի պատասխանը ես ասեմ ինչու որովհետև Ռուսաստանը դեկտեմբեր ամսից 21 թվականի միջև հարձակման օրը փետրվարի 24-ներ թե 25-ներ ամեն կերպ ասում էր ստոպ տվեք այս ՆԱՏՕ-ի առաջխաղացումը կանգնեցրեք մենք անտարբեր չենք մեր անվտանգության համար սա սպառնալիք է մի արեք բազմալ բոլոր հարթակներում հատուկ հայտարարություններով դիմել են Միացյալ Նահանգներին պատասխանները գիտեք ինչ էր sense փորձագիտական կամ տարբեր պաշտոնյաներ ասում են բլեֆ են չեն անում մեծ երկրները Ռուսաստանի պես երկրները եթե մի բան գնահատում են որպես սպառնալիք իրենց անվտանգության համար կարող են գնալ յուրաքանչյուր ես հարցս վերաձևակերպեմ դուք արդարացված եք հավանում Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի ես համարում եմ որ եթե Ռուսաստանի մտահոգությունները գոնե մի քիչ հաշվի առնեին այդ հարձակումը չէր լինի այսինքն արդարացված էր
Ռուսաստանի աչքերով նայել։ Ոչ թե նայեք։ Կապ չունի ես ոնց եմ նայում, ինչ եմ գնահատում։ Եզում ձեր կարծիքի իմանամ։ Իմ կարծիքը հետևյալն է։ Եթե 2-3 տարի առաջ մեկը ասեր, որ այսպիսի պատերազմ կլներ, 5 տարի առաջ միջև այդ պատերազմը, ես չէի ավտա, անկեղծ ասեմ։ Բայց Ռուսաստանը բազմաթիվ անգամ զգուշացրել է, որ սա կարմիր գիծ է, կարմիր գիծ է, կարմիր։ Հետևաբար դա արդարացված էր Ռուսաստանի շահերից դա արդարացված է։ ձեր համար։ Չէ, իմ համար լավ բան չի, կարելի է նաև դա չանել ուրիշ տարբերակով ճանապարհներ գտնել։ Իմ մոտեցումը սա է, որովհետև երկու եղբայրական ժողովուրդ, սլավոնական ժողովուրդ շատ մոտիկ իրար, հիմա ով գիտե թշնամությունը քանի տարի է տևելու։ Շատ է, պարոն Քոչարյան, մեր ժամանակը մենք լրիվ ժամանակները անցել ենք, չնայած լիք հարց ամնացել, բայց մի ժամը երևի անցել ենք։ Հա, որովհետև բաների մեջ ենք մտել, չգիտեմ, այդ Չէ, հետաքրքիր է։ sense կողմնակի։ Քարվարշավը ինչ է կանելու։ Ինչ նոր բաներ կան մտածված, հանրահավաքներ կամ Չէ, մենք ռեժիմի մեջ ենք, sense մտել ենք այդ ռեժիմի մեջ։ Մի պահ ինձ թվաց թե կարող ես բանի խորհրդարանական ընտրություններ չեն, մի պահ ինձ թվաց թե դա դատախազի ընտրություններ են, որովհետև խոսույթը այնպեսին դեր կնստացնեմ, կդատեմ, այս կանեմ, մենք Դե դուք եք ասում կդատեմ։ ճաղերի հետ մենք արձագանքում ենք։ Հա, դուք արձագանքում։ Հետո հա մենք արձագանքում ենք։ Հետո ասենց նայեցի, բանման ոնց որ չէ, խորհրդարանական ընտրություններ ալ ոչ թե դատախազի ընտրություններ են։ Ոչը սա իհարկե ընդունելի ոչ չի շանտաժներով խոսալ եւ խոսույթը իրականում իշխանությունը չպետք է այդ խոսույթը բերել։ Սովորաբար ընդդիմությունն է փորձում։ Բայց այն վատ բարերով խոսույթը դեզնից սկսեց։ Ոչ, Ոնց ոչ, ոչ, ոչ։ Չէ, բառը չեմ ուզում հիշեցնեմ, բայց դուք ասացիք, չէ։ Առաջինը։ Հա, համբալը։ Այո, Հա, բայց ինչից հետո եղավ։ չգիտեմ, բայց դուք Հա, ասացիք։ չէ։ Ինչից հետո եղավ պատճառահետևանքային կապը եղել է հետևյալը։ Միշտ վիճակը սրելը եղել է ոչ թե անդիմության նախաձեռնությունը եւ 21 թվականի եւս, եթե հիշում եք, վերջի շաբաթը մնացած մեկ շաբաթ մուրջը կդատեմ, այս կանեմ, կփոկեմ, պատերով կտամ եւ այլն։ Հիմա նույնը որտեղրված է հիմա։ Այս հանգամանքը տաղաճեր։ Ես կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ կոռեկտության սահմաններում լինի, բայց այդ կոռեկտության սահմանները, այդ տրենդը պետք է իշխանությունը հաղորդի, այլ ոչ թե ընդդիմություն։ Իսկ բանավեճին կգաք առաջի համարների թե ոչ։ Դժվար է բանավեճի Ինչու՞, բայց ավելի լավ չի այսքան իրար հետևից ինչ ասես ասելու փոխարեն իրար դեմ կանի եւ լսեն։ ինձ դուրս չի գալիս։ Բանավեճի ֆորմատը ինքը բան ֆորմատ է, 19 հոգի, իրականում շատ անհետաքրքիր ֆորմատ է դառնում եւ ասենց փոքր կտորներով չիլնում թեմա բացել, ինքը լավ ֆորմատ չի։ Ես կարծում եմ ընդհանրապես բանավեճի ֆորմատները պետք է լինեին մի քիչ այլ կերպ։ Եթե առաջի դեմքերի մեջ են, ուրեմն առաջի դեմքերի մեջ են, բայց ոչ թե 19 հոգի։ Դե 19-ն իրանց առաջի դեմքն է պատկերացնում։ Հասկանում եմ, բայց օրինակ ամերիկյան բանավեճը այդպես չի որ բոլորը, ինչ որ ֆորմատներ տարբեր կա, օրինակ CNN-ը ինչ որ բանավեճ էր կազմակերպում, ինչն է որ ին դուրը չի գալիս, ես կարող եմ նաև սա ասել, տպավորությունը այնպեսին է, որ սա նախագահական ընտրություններ են, բայց մենք խորհրդարան ենք ընտրում։ Եվ այդ սուպեր վարչապետության այդ մոդելը իսկապես չափազանց վտանգավոր երկրի համար եւ հեղաթյուրում է ամբողջ բանը պատկերացում խորհրդարանական ընտրությունների մասին։ Ոնց որ չկա ձեր մոտ այդ տպավորությունը, ոնց որ նախագահական ընտրություններն են։ Դե լարումի առումով հա։ Ոչ միայն լարումը, մոտեցումը, sense մեկ մարդ ամեն ինչ կենտրոնացած մեկ մարդու վրա, ոչ թե թիմ, ոչ թե կուսակցություն իր ծրագրերով, sense մեկ մարդու վրա ամբողջությամբ նախագահական ընտրությունների մոդելը դրված է այս ընտրությունների հիմքում, եւ սա նորմալ չի։ Պարոն Քոչարյան, մի հարց էլ տամ, ժամանակը սպառվել է, խնդրեմ կարճ։ Ես լսեցի մի քանի անգամ ձեր գնահատականը ձեր իրավահաջորդի առումով։ Հիմա գնահատական է, բայց ես երբևէ չեմ լսել ձևակերպված քաղաքական հակադրությունը։ Որ քաղաքական հարցի շուրջը ձեր եւ Սերժ Սարգսյանի հակադրությունը, ինչու է նա ձեր ամենամեծ սխալը, որն է քաղաքականությունը այդտեղ։ Նայեք, ես պաշտոնից դուրս գալուց հետո
տարեկան առնվազն 1-2 անգամ հարցազրույց էի տալիս եւ իմ անհամաձայնությունը հայտնում էի տարբեր հարցերի վերաբերյալ այն ժամանակ։ Այն ժամանակ մենք արդեն չէինք շփվում։ Բայց ես ինչի համար էի դա անում, որ ինձ ընդունողները հասկանան, որ այս հարցերի վերաբերյալ ես համամիտ չեմ։ Այ ո՞րն է եղել այդ քաղաքական տարաձայնությունը։ Հիմնական մեխանիզմը։ Օրինակ նույն համանadrական բարեփոխումների ես դեմ եմ արտահայտվել, այնինչ որ արվել է կիսանախագահականից անցումը դեպի խորհրդարանական։ Օրինակ հայ-թուրքական արձանագրությունները, Ֆուտբոլային դիվանագիտությունը։ այո, ասում էի, որ ոչ իմ տեղ չի տանելու, բայց որոշակի խնդիրներ առաջացնելու է նաև Սփյուռքի հետ։ Շատ էր։ Այն ժամանակ ես եւ ինչի համար էի ես դա անում, որովհետեւ սկզբից ես փորձում էի ուղղակի ազնական հողի վրա ասել, հետո ես տեսա, որ դա տեղ չի ասնում եւ որոշեցի հանրային դաշտում արտահայտվել իմ մոտեցումը մեկ պատճառով։ Մեզ միշտ բան էին, չէ, դիտում էին, որ մենք միասին ենք, ես ուզում էի այդ սիգնալը ուղարկել մարդկանց, որ այս հարցերում ես չեմ կիսում իր մոտեցումները։ Սա է։ Եվ իմ գրքում իմիջիալուց եւս դրա մասին գրել եմ այդ ամբողջ process-ը, ասենց իրարից հեռանալու ինչպես կատարած։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։ Սիրելի հեռուստատեղներ, մեր հյուրը Հայաստան կուսակցությունների դաշինքի վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանն էր, մենք կհանդիպենք ցտեսություն։